Երեք քույր երրորդյակներ, միշտ լուռ, ապրում են առանձնատանը, երբեք բառ չարտաբերելով։ Ամեն ինչ փոխվում է, երբ անծանոթ մի կին հայտնվում է ծառի տակ, արթնացնում նրանց մեջ երբեք չտեսած հնչյուններ, շարժումներ, զգացումներ։ Այն, ինչ սկսվում է որպես անհավանական հանդիպում, փոխակերպվում է հրաշքի, որը մարտահրավեր է նետում անցյալին, վերագրում ապագան։ Նախքան այս պատմությունը սկսելը, մի մոռացեք բաժանորդագրվել մեր ալիքին, հավանել տեսանյութը, ինչը շատ կարևոր է մեզ համար, մեկնաբանություններում գրեք, թե որ քաղաքից եք դիտում այս պատմությունը։ Բաց կարմիր աղյուսով կառուցված առանձնատանը, որը վեհորեն բարձրանում էր Երանի կենտրոն վարչական շրջանի հեղինակավոր թաղամասում գտնվող Մագնոլիաների փողոցում, լռությունը գրեթե շոշափելի ծանրություն ուներ։ Դա լավ կազմակերպված տան սովորական լռությունը չէր, որտեղ աղմուկները սահմանափակվում են ժամացույցի տկտկոցով, կենցաղային տեխնիկայի հեռավոր բզզոցով։ Դա այլ լռություն էր, լի սպասումով, մելամաղձությամբ, կարծես հենց տունը շունչը պահած սպասում էր մի բանի, որն համառորեն չէր գալիս։ Ռուբեն Մանուկյանն այդ առավոտ երրորդ անգամ ուղղեց փողկապը, դիտելով իր արտացոլանքը նախասրահի հայելու մեջ։ 38 տարեկանում նա իր ուսերին էր կրում 2 տարեկան 3 աղջիկների միայնակ հայր լինելու բեռը։ 3 միանման եռյակներ, որոնք, չնայած իրենց ակնհայտ կենսունակությանն ու խելացիությանը, աշխարհ գալուց ի վեր ոչ մի բառ չէին արտասանել։ Սոֆյա, Անահիտ, Հելենա։ 3 հրեշտակ, գանգուր շագանակագույն մազերով, զմրուխտի պես կանաչ աչքերով, որոնք իրենց բոլոր կարիքները հաղորդում էին նուրբ ժեստերի, արտահայտիչ դիմախաղի մի լուռ լեզվի միջոցով, որը միայն իրենք էին լիովին հասկանում։ Ռուբենը անգիր գիտեր իր դուստրերի յուրաքանչյուր շարժումը, յուրաքանչյուր հայացքը, յուրաքանչյուր ժպիտը։ Գիտեր, թե երբ են նրանք քաղցած, երբ են ուզում խաղալ, երբ են հոգնած զգում կամ երբ ինչ-որ բան նրանց անհանգստացնում է։ Դա կատարյալ, բայց մինույն ժամանակ հուսահատեցնող սահմանափակ հաղորդակցություն էր։ Տիկին Սիրանուշը, տնտեսուհին, որը աղջիկներին խնամում էր ծննդյան օրվանից, իջավ աստիճաններով, Հելենային գրկած, մինչ Սոֆյան Անահիտը ձեռք ձեռքի տված հետում էին նրան, նրանց բոբիկ ոտիկները մեղմ շրշյուն էին հանում փայլեցված մարմարի վրա։ Երեքն էլ հագել էին միանման բաց կապույտ բամբակյա զգեստներ, փոքրիկ ասեղնագործ ծաղիկներով, նման էին կյանքի կոչված ճենապակյա տիկնիկների։ Բարի լույս, պարոն Մանուկյան, ողջունեց տիկին Սիրանուշը, 60-ամյա մի կին, որի ալեխառն մազերը միշտ կոկիկ հավաքված էին, իսկ մայրական ժպիտը ջերմացնում էր շրջապատը։ Աղջիկներն այսօր շուտ են արթնացել։ Անհանգիստ էին, կարծես մի յուրահատուկ բանի էին սպասում։ Ռուբենը խոնարհվեց դուստրերի հասակին հասնելու համար, բացելով ձեռքերը։ Սոֆյան առաջինը վազեց նրա ուղղությամբ, նրան արագ հետեց Անահիտը։ Հելենան, դեռ տնտեսուհու գրկում, ձեռքերն առաջ մեկնեց դեպի հայրը, որը նրան նրբորեն վերցրեց։ Առավոտյան գրկախառնությունը սուրբ ծես էր Մանուկյանների ընտանիքում, մի պահ, երբ սերը ցանկացած բառից բարձր էր խոսում։ Իմ սերեր, մրմնջաց Ռուբենը, համբուրելով նրանցից յուրաքանչյուրի ճակատը։ Ինչպե՞ս եք այսօր։ Աղջիկները պատասխանեցին իրենց պայծառ ժպիտներով, իրենց փոքրիկ, փափուկ ձեռքերով նրբորեն դիպչելով հոր դեմքին։ Սոֆյան մատնացույց արեց հյուրասենյակի պատուհանը, անելով ժեստեր, որոնք Ռուբենն արդեն լավ գիտեր։ Նա ուզում էր գնալ այգի խաղալու։ Անահիտը բացասական շարժում արեց գլխով, նախընտրելով մնալ տանը, գուցե նկարելու կամ իր սիրելի գլուխկոտրուկները հավաքելու համար։ Հելենան, երեքից ամենախոհունը, պարզապես ամե։ Ինչ դիտում էր իր ուշադիր աչքերով, կարծես յուրաքանչյուր մանրուք դաչում էր հիշողության մեջ։ Այսօր երկուշաբթի է, ասաց Ռուբենը, նայելով ժամացույցին։ Գրասենյակում մի քանի կարևոր հանդիպում ունեմ, բայց խոստանում եմ, որ շուտ կվերադառնամ միասին խաղալու համար։ Իսկ ինչ կասեք, եթե տիկին Սիրանուշը ձեզ տանի այգում տեղադրած նոր խաղահրապարակ։ Երեքն էլ տեսանելիորեն ոգորվեցին, ծափ տալով, ցատկոտելով ուրախությունից։ Զարմանալի էր, թե ինչպես էին կարողանում այդքան երջանկություն ցուցադրել, առանց որե ձայն հանելու։ Ռուբենը ժպտաց, բայց սրտի խորքում տխրության մի խայթոց զգաց։ Քանի անգամ էր երազել լսել հայրիկ, ես քեզ սիրում եմ կամ պարզ բառերը իր դուստրերի շուրթերից։ Նախաճաշից հետո, որը մատուցվեց այգուն նայող պատշգամբում, Ռուբենը հրաժեշտ տվեց աղջիկներին, կրկին համբուրելով գրկելով նրանց։ Նրանք ուղեկցեցին նրան մինչ դուռը, ձեռքով անելով, մինչ նա նստում էր մեքենան։ Տիկին Սիրանուշը պատուհանից նայում էր, մինչ Սբմոն անհետացավ փողոցի շրջադարձում։ Գնացինք, իմ ծաղիկներ, ասաց նա, դիմելով եռյակներին։ Իսկ ինչ կասեք այգում Արային լոգանք ընդունելու մասին։
Օրը հրաշալի է, թարմ օդը ձեզ լավ կանի։ Առանձնատան այգին ինքնին մի տեսարան էր։ Ռուբենը հայտնի լանդշաֆտային դիզայներ էր վարձել իր դուստրերի համար անվտանգ խթանող միջավայր ստեղծելու համար։ Այնտեղ կար փափուկ արհեստական խոտածածկով տարածք, գունագեղ ուսուցողական խաղալիքներ, մանրանկար տիկնիկների տնակ ծաղկաթմբեր, որոնք նուրբ բույրեր էին արձակում։ Կենտրոնում բյուրեղյա մաքուր ջրով շատրվանն ամբողջացնում էր հովվերգական տեսարանը։ Աղջիկները ազատ վազվզում էին խոտածածկի վրա, լուր ծիծաղելով, երակայական թիթեռների հետից ընկնելով ուսումնասիրելով տարածքի յուրաքանչյուր անկյունը։ Սոֆյան բարձրացավ ճոճանակի վրա, ժեստերով ցույց տալով, որ ուզում է, որ ինչ-որ մեկը նստի մյուս կողմում։ Անահիտն արագ մոտեցավ նրան, երկուսը սկսեցին խաղալ կատարյալ ներդաշնակությամբ։ Հելենան, ինչպես միշտ, ընտրեց ավելի հանգիստ տեղ շատրվանի մոտ, որտեղ նստեց, դիտելու ոսկե ձկնիկներին, որոնք ծուլորեն լողում էին ջրում։ Հենց այդ ժամանակ տիկին Սիրանուշը մի տարօրինակ բան նկատեց։ Հելենան ձկներին չէր նայում։ Նրա հայացքը սերված էր այգուց այն կողմ, դեպի մայթը։ Տնտեսուհին հետեց աղջկա հայացքի ուղղությանը, տեսավ մի կերպար, որը նստած էր տան դարպասի դիմաց գտնվող հսկա ընկուզենու տակ։ Դա մի տարեց կին էր, որը թվացյալ 70-ից 80 տարեկան կլիներ։ Հագին պարզ, ժամանակից մաշված հագուստ էր, մուգ կապույտ բրդյա բլուզ, անորոշ գույնի երկար կիսաշրջած գեստ։ Նրա ամբողջովին սպիտակ մազերը հավաքված էին պարզ հանգույցով, նա իր հետ կրում էր մաշված կտորից պայուսակ։ Ամենից շատ ուշադրություն էր գրավում, սակայն, նրա կեցվածքը։ Նա չէր նմանվում ապաստան փնտրող անօգնական մարդու։ Նրա ներկայության մեջ կար մի հանգիստ արժանապատիվ բան, կարծես նա հենց այնտեղ էր, որտեղ պետք է լիներ։ Հելենան դանդաղ վեր կացավ, քայլեց դեպի ցանկապատը, որը բաժանում էր այգին մայթից։ Երկար ժամանակ անց առաջին անգամ տիկին Սիրանուշը տեսավ, որ աղջիկը անկեղծ հետաքրքրություն է ցուցաբերում մի բանի նկատմամբ, որը ընտանիքը կամ խաղալիքները չէին։ Սոֆյան Անահիտը, նկատելով քրոջ շարժումը, ընդհատեցին իրենց խաղը։ Ճոճանակի վրա մոտեցան։ Տարեց կինը բարձրացրեց հայացքը, հանդիպեց երեք աղջիկների աչքերին։ Նրա դեմքը լուսավորվեց բարի ջերմ ժպիտով, նա նրբորեն ձեռքով արեց։ Ի զարմանս տիկին Սիրանուշի եռյակները անսովոր ոգորությամբ պատասխանեցին ձեռքով անելուն։ Սոֆյան սկսեց ծափ տալ, Անահիտը ցատկոտում էր մի ոտքից մյուսը, իսկ Հելենան իր դեմքը սեղմեց ճաղերին, փորձելով ավելի մոտենալ անծանոթուհուն։ Աղջիկներ, եկեք վերադառնանք տուն, ասաց տիկին Սիրանուշը, իրեն մի փոքր անհարմար զգալով իրավիճակից։ Հետ ճաշիկի ժամանակն է։ Բայց աղջիկները չշարժվեցին։ Մնացին կպած ցանկապատին, դիտելով կնոջը մի հիացմունքով, որը տնտեսուհին երբեք չէր տեսել։ Կարծես նրանք տեսնում էին շատ յուրահատուկ մեկին, ում ճանաչում էին իրենց հիշողությունների խորքից։ Կինը դանդաղ վեր կացավ, ուղղեց պայուսակը, ուսին քայլեց դեպի ցանկապատը։ Նա աղջիկներից մի քանի մետր հեռավորության վրա էր, երբ մի արտասովոր բան տեղի ունեցավ։ Հելենան, որը միշտ եղել էր երեքից ամենալուրն ու զուսպը, բացեց բերանը, ձայն արձակեց։ Դա բարդ չէր, բայց ակնհայտորեն ձայնայի։ Հաղորդակցության փորձ էր։ Մի փոքրիկ մեղեդային տնքոց, որը ստիպեց տիկին Սիրանուշի սրտին արագ բաբախել։ Օ, Աստված իմ, շնջաց տնտեսուհին, ձեռքը սրտին տանելով։ Կինն էլ ավելի լայն ժպտաց մոտեցավ ցանկապատին։ Բար փոքրիկներ, ասաց նա քաղցր մեղեդային ձայնով, որը լի էր քնքշությամբ։ Դուք շատ գեղեցիկ եք։ Ինչ են ձեր անունները։ Աղջիկները նայեցին իրար, ի զարմանս տիկին Սիրանուշի, երեքն էլ միաժամանակ բացեցին բերանները, արձակելով կոկորդային ձայներ, որոնք նման էին խոսքի փորձերի։ Դրանք ճանաչելի բառեր չէին, բայց ակնհայտ էր, որ նրանք փորձում էին պատասխանել կնոջ հարցին։ Եկեք, աղջիկներ, պնդեց տիկին Սիրանուշը, արդեն մոտենալով նրանց վերցնելու համար։ Պետք է ներս մտնենք։ Դժկամությամբ եռյակները հեռացան ցանկապատից, բայց շարունակում էին հետ նայել, ձեռքով անելով կնոջը, որը կանգնած էր մյուս կողմում։ Տարեց կինը պատասխանեց ձեռքով անելուն, դանդաղ վերադարձավ նստելու ծառի տակ, կարծես դա իր բնական տեղն էր աշխարհում։ Օրվա մնացած մասը աղջիկները անհանգիստ էին։ Իրենց սիրելի խաղալիքներով խաղալուկ։ Սովորաբար սիրած մուլտֆիլմերը դիտելու փոխարեն, նրանք վազում էին դեպի փողոց նայող պատուհանները, փորձելով տեսնել, թե արդյոք կինը դեռ այնտեղ է։ Եվ նա այնտեղ էր։ Նստած նույն տեղում, նույն հանգստությամբ, կարծես ինչ-որ բանի էր սպասում։
Երբ Ռուբենը երեկոյան տուն եկավ, գտավ իր դուստրերին հյուրասենյակի պատուհանին կպած։ Տիկին Սիրանուշը նրան դիմավորեց անհանգիստ արտահայտությամբ. «Պարոն Մանուկյան, պետք է ձեզ մի տարօրինակ բան պատմեմ, որն այսօր տեղի ունեցավ», ասաց նա, նրան տանելով խոհանոց, մինչ աղջիկները մնացին հյուրասենյակում։ Տան դիմաց մի տարեց կին հայտնվեց, աղջիկները հիացած էին նրանով։ Դրանից ավելին, նրանք փորձեցին խոսել։ «Ես իմ ականջներով լսեցի»։ Ռուբենը աչքերը լայն բացեց։ «Ինչպես թե փորձեցին խոսել»։ «Նրանք ձայներ հանեցին, պարոն։ Ձայներ, որոնք նման էին բառեր կազմելու փորձերի։ Հելենան առաջինն էր, հետո Սոֆյան Անահիտը։ Եվ մի տարօրինակ բան էլ կա. նրանք ամբողջ օրը չուզեցին հեռանալ պատուհանից։ Կարծես հիպնոսացած լինեին այդ կնոջ ներկայությունից»։ Ռուբենը քայլեց դեպի հյուրասենյակ, գտավ իր դուստրերին հենց այնտեղ, որտեղ տիկին Սիրանուշն ասել էր։ Նրանք գրկախառնված էին, սեռուն նայելով պատուհանից դուրս։ Նա մոտեցավ, նայեց նույն ուղղությամբ։ Այնտեղ էր նա, տարեց կինը, դեռ նստած ծառի տակ։ Նույնիսկ օրվա վերջին, մայրամուտի ոսկեգույն լույսի ներքո, նա պահպանում էր նույն հանգիստ դիրքը։ «Ով կարող է լինել նա», մրմնջաց Ռուբենը ինքն իրեն։ Կարծես լսելով հոր հարցը, երեք աղջիկները միաժամանակ շրջվեցին դեպի նա։ Նրանց կանաչ աչքերը փայլում էին մի ուժգնությամբ, որը նա չէր ճանաչում։ Սոֆյան ձեռքը մեկնեց դեպի պատուհանը, մատնացույց անելով կնոջը։ Անահիտը բռնեց հոր ձեռքը, փորձեց նրան քաշել դեպի դուռը։ Հելենան, բոլորից ամենազարմանալին, բացեց բերանը, արձակեց մի շարք ձայներ, որոնք գրեթե հնչում էին։ «Ինչպես մի բառ»։ «Ինչ էր դա», հարցրեց Ռուբենը, խոնարհվելով դստեր հասակին։ «Հելենա, իմ ծաղիկ, ինչ ես փորձում ինձ ասել»։ Հելենան կրկին փորձեց, այս անգամ ձայնն ավելի հստակ էր։ Դեռ լիարժեք բառ չէր, բայց այդ ձայների մեջ կար մի ծանոթ բան, կարծես նա փորձում էր մի շատ կարևոր բան ասել։ Ռուբենը կրկին նայեց պատուհանից։ Կինը վեր էր կացել, դանդաղ քայլում էր մայթով։ Աղջիկները անհանգստացան, ձեռքերը սեղմելով պատուհանի ապակուն, կարծես ուզում էին վազել նրան ընդառաջ։ Առաջին անգամն էր, որ Ռուբենը տեսնում էր իր դուստրերին այդպիսի հրատապություն ցուցաբերել մի բանի կամ մեկի նկատմամբ, որը ընտանեկան շրջանակից դուրս էր։ «Տիկին Սիրանուշ», կանչեց նա։ «Կարծում եմ, մենք պետք է իմանանք, թե ով է այս կինը։ Չի կարող պատահականություն լինել, որ աղջիկները այսպես են արձագանքում հենց այն օրը, երբ նա հայտնվում է»։ «Պարոն, կարծում եք պետք է խոսենք նրա հետ», հարցրեց տնտեսուհին, մի փոքր տատանվելով։ «Չգիտեմ։ Բայց եթե նա աղջիկների մեջ ինչ-որ բան է արթնացրել, մի բան, որը բոլոր բժիշկներն ու մասնագետները չկարողացան արթնացնել, գուցե արժե պարզել, թե ինչ է կատարվում»։ Մինչ նրանք խոսում էին, աղջիկները շարունակում էին մնալ պատուհանի մոտ։ Սոֆյան ձեռքը դրել էր սրտին, ինչպես միշտ անում էր, երբ շատ հուզված էր։ Անահիտը մարմինը օրորում էր մի կողմից մյուսը, մի ռիթմով, որը հիշեցնում էր լուռ երգ։ Իսկ Հելենան շարունակում էր արձակել այդ մեղմ ձայները, կարծես մի մեղեդի էր երգում, որը միայն ինքն էր լսում։ Գիշերն իջավ, աղջիկները վերջապես հեռացան պատուհանից, ընթրելու։ Բայց նույնիսկ ուտելու ընթացքում նրանք այլ էին։ Ավելի ուշադիր, ավելի արտահայտիչ։ Ռուբենը կարող էր երդվել, որ նրանք մի քանի անգամ փորձեցին բառեր կազմել, շուրթերը դիտավորյալ շարժելով, կարծես մի բան էին փորձում, որն այդ օրը սովորել էին։ Լոգանքից քնելուց առաջ հեքիաթից հետո, որը ընտանիքի սուրբ ավանդույթն էր, Ռուբենը ծածկեց երեք աղջիկներին իրենց մահճակալներում։ Նրանք ծնված օրվանից նույն սենյակն էին կիսում, երեք օրորոց, որոնք փոխարինվել էին երեք միանման մահճակալներով, երբ նրանք 2 տարեկան դարձան։ Սենյակը երեխայի երազանք էր, նուրբ վարդագույն պատերով, ռաստաղին ամպերով նուրբ ձավորմամբ, որը հիշեցնում էր կախարդական այգի։ «Բարի գիշեր, իմ արքայադուստրեր», ասաց Ռուբենը, համբուրելով նրանցից յուրաքանչյուրի ճակատը։ «Թող գեղեցիկ երազներ տեսնեք»։ Բայց աղջիկները կարծես քնելու պատրաստ չէին։ Նրանք շրջվեցին դեպի սենյակի պատուհանը, որը նույնպես նայում էր փողոցին, սկսեցին դիտել։ Ռուբենը հետեց նրանց հայացքին, տեսավ, որ կինն այլս ծառի տակ չէր։ Անհետացել էր, երբ գիշերն իջել էր։ Հելենան շարժվեց մահճակալում, ի զարմանս հոր, գրեթե աննկատելի մի բան շշնջաց։ Ռուբենը մոտեցավ, սիրտը կուրծքը ջմլելով։ «Ինչ եղավ, իմ սեր։ Դու ինչ-որ բան ասացիր»։
Հելենան նայեց նրա աչքերին, 2 տարվա կյանքում առաջին անգամ նա շուրթերը հստակ դիտավորյալ շարժեց։ Ձայնը, որ դուրս եկավ, ցածր էր, տատանվող, բայց անսխալական։ Հա։ Իր։ Ռուբենը զգաց, թե ինչպես են արցունքները հավաքվում աչքերում։ Իմ ծաղիկ, դու փորձում ես ասել հայրիկ։ Հելենան ժպտաց կրկին փորձեց։ Հա։ Իրիկ։ Կարծես հրաշք էր տեղի ունեցել այդ սենյակում։ Ռուբենը գրկեց դստերը, արցունքները ազատ հոսում էին նրա դեմքով։ Սոֆյան Անահիտը վեր կացան իրենց մահճակալներից միացան գրկախառնությանը, 3 աղջիկների կյանքում առաջին անգամ սենյակը լցվեց մեղմ ձայնային հնչյուններով, բառերի փորձերով, ծիծաղիկներով, որոնք երկնային երաժշտության պես էին հնչում։ Երբ նրանք վերջապես քնեցին, Ռուբենը երկար ժամանակ դիտում էր իր դուստրերին։ Այդ օրը ինչ-որ բան փոխվել էր։ Մի բան, որը կապված էր ծառի տակ գտնվող տարեց կնոջ խորհրդավոր ներկայության հետ։ Եվ նա գիտեր սրտի խորքում, որ դա ընդամենը սկիզբն էր մի բանի, որը շատ ավելի մեծ փոխակերպող էր, քան կարող էր պատկերացնել։ Դրսում մագնոլիաների փողոցը լռության մեջ քնած էր։ Բայց ընկուզենու տակ մի փոքրիկ կտորից պայուսակ էր մոռացվել, կարծես կինը թողել էր իր ներկայության հետքը, մի նշան, որ հաջորդ օրը կվերադառնա։ Եվ նա կվերադառնար։ Որովհետև որոշ կապեր գերազանցում են բանական բացատրությունը հաստատվում են սրտի սուրբ տարածքում, որտեղ լուր հրաշքները սպասում են ճիշտ պահին, իրենց բացահայտելու համար։ Արշալույսը մագնոլիաների փողոցի առանձնատանը սովորականից շուտ բացվեց։ Ռուբենին արթնացրեց մի ձայն, որը նա երբեք չէր պատկերացնում լսել, աղջիկների սենյակից եկող ձայների մեղմ մրմունջը։ Դրանք լաց կամ տնքոցներ չէին, այլ ձայներ, որոնք նման էին շշուկով խոսակցությունների, կարծես Սոֆյան, Անահիտը, Հելենան փորձում էին բառեր կազմել միմյանց համար։ Նա արագ վեր կացավ, քայլեց դեպի դուստրերի սենյակը։ Դուռը կիսաբաց էր, ճեղքից նա կարող էր տեսնել 3 աղջիկներին, նստած Հելենայի մահճակալին, դեմքով դեպի պատուհանը։ Նրանք գրկախառնված էին, մեղմորեն օրորվելով, կարծես միմյանց էին օրորում, արձակում էին այդ մեղեդային ձայները, որոնք նման էին անհայտ լեզվով խոսակցության։ Բարի լույս, արքայադուստրեր, մեղմորեն ասաց Ռուբենը, մտնելով սենյակ։ Աղջիկները շրջվեցին դեպի նա պայծառ ժպիտներով, բայց ամենաշատը նրան տպավորեց այն, որ նրանք չդադարեցին ձայնային հնչյուններ արձակել։ Կարծես գիշերվա ընթացքում հայտնաբերել էին իրենց ձայները, այժմ չէին կարողանում դադարել փորձարկել։ Հելենան առաջինը վեր կացավ, ճռական քայլերով գնալով դեպի հայրը։ Նա նայեց նրա աչքերին, իր փոքրիկ ձեռքերը դրեց նրա դեմքին, շշնջաց. Հայրիկ, հայրիկ։ Բառերը դուրս եկան ավելի հստակ, քան նախորդ գիշեր, Ռուբենը զգաց, թե ինչպես է սիրտը պայթում ուրախությունից։ Այո, իմ ծաղիկ։ Ես հայրիկն եմ։ Հայրիկը։ Սոֆյան Անահիտն արագ մոտեցան, կարծես հայրիկ բառը ինչ-որ բան էր բացել նրանց մտքում։ Սոֆյան փորձեց կրկնել. Հայրիկ, իսկ Անահիտը, միշտ ամենավճռականը, կարողացավ ասել գրեթե կատարյալ. Հայրիկ։ Տիկին Սիրանուշը հայտնվեց սենյակի դռան մոտ, ձայներից գրավված։ Երբ տեսավ տեսարանը, ձեռքերը բերանին տարավ, հուզված. Պարոն Մանուկյան, նրանք խոսում են։ Իսկապես խոսում են։ Գիտեմ, տիկին Սիրանուշ։ Սա հրաշք է։ Ռուբենը գրկեց 3 դուստրերին, 2 տարվա մեջ առաջին անգամ գրկախառնությունն ուղեկցվեց շշնջացող բառերով։ Հայրիկ, 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 կրկնում էին նրանք երգի պես։ Բայց Ռուբենին ամենաշատը հետաքրքրում էր աղջիկների պահվածքը։ Նույնիսկ իրենց ձայները հայտնաբերելու էյֆորիայի մեջ, նրանք շարունակում էին նայել պատուհանին, կարծես ինչ-որ բանի էին սպասում։ Հելենան քաշեց հոր ձեռքը մատնացույց արեց դուրսը, արձակելով ձայներ, որոնք նման էին հարցերի։ Ռուբենը մոտեցավ պատուհանին, նայեց փողոցին։ Այնտեղ էր նա կրկին։ Տարեց կինը նստած նույն տեղում, ընկուզենու տակ, նույն հանգիստ դիրքում, ինչ նախորդ օրը։ Կարծես նա երբեք այնտեղից չէր հեռացել։ Նա վերադարձել է, մրմնջաց նա։ Աղջիկները տեսանելիորեն անհանգստացան, տեսնելով կնոջը։ Հելենան վազեց դեպի սենյակի դուռը, քույրերի հետից։ Ակնհայտ էր, որ նրանք ուզում էին իջնել գնալ անծանոթուհուն ընդառաջ։ Հանգիստ, աղջիկներ, ասաց Ռուբենը, նրանց մեկ առ մեկ գրկելով։ Նախ եկեք նախաճաշենք, հետո կմտածենք, թե ինչ անենք։ Նախաճաշի ընթացքում եռյակները անհանգիստ էին։
Անընդհատ փորձում էին բառեր կազմել, մատնացույց անում էին, պատուհանը ժեստեր անում, որոնք հստակ ցույց էին տալիս դուրս գալու ցանկությունը։ Ռուբենը տիկին Սիրանուշը մի քանի անգամ իրար նայեցին, երկուսն էլ իմանալով, որ ինչ-որ արտասովոր բան է կատարվում։ «Պարոն Մանուկյան», ասաց տնտեսուհին, սուրճ մատուցելով, «չեմ կարող անտեսել ակնհայտը»։ Այդ կնոջ ներկայությունը ճիշտ համընկավ այն պահի հետ, երբ աղջիկները սկսեցին ձայն արձակել։ Սա չի կարող պատահականություն լինել։ Ռուբենը գլխով արեց, դիտելով դուստրերին։ Սոֆյան կարողացել էր ասել «ջուր», երբ ավելի շատ հյութ էր ուզում։ Անահիտը փորձել էր ասել «էլի», երբ ավելի շատ հաց էր ուզում։ Իսկ Հելենան ժամանակ առ ժամանակ շշնջում էր «հայրիկ», կարծես համտեսում էր բառը։ «Գիտեմ, տիկին Սիրանուշ։ Ես էլ չեմ կարող անտեսել։ Գուցե մենք պետք է խոսենք նրա հետ»։ «Պարոն, կարծում եք, խելամիտ է։ Մենք ոչինչ չգիտենք, թե ով է նա։ Բայց մենք գիտենք, թե ինչ ազդեցություն է նա ունեցել աղջիկների վրա։ 2 տարի, տիկին Սիրանուշ։ 2 տարի մենք նրանց տարել ենք բժիշկների, մասնագետների, լոգոպեդների մոտ։ Նրանցից ոչ մեկը չի հասել նրան, ինչ տեղի ունեցավ մեկ օրում այս կնոջ ներկայությամբ։ Նախաճաշից հետո աղջիկները վազեցին այգի։ Ռուբենը հետեց նրանց, դիտելով, թե ինչպես են իրենց պահում։ Ի տարբերություն նախորդ օրվա, երբ միայն Հելենան էր սկզբնական հետաքրքրություն ցուցաբերել, այժմ երեքն էլ ուղիղ վազեցին դեպի ցանկապատը, որը բաժանում էր այգին մայթից։ Տարեց կինը հին գիրք էր կարդում, ժամանակից մաշված կազմով։ Երբ նկատեց երեխաների շարժը, նրբորեն փակեց գիրքը ժպտաց։ «Բարի լույս, փոքրիկներ», ասաց նա նույն մեղեդային ձայնով, ինչ նախորդ օրը։ Ի զարմանս Ռուբենի, երեք աղջիկները գրեթե միաձայն պատասխանեցին. «Բարի լույս»։ Բառերը կատարյալ դուրս չեկան, բայց հստակ ճանաչելի էին։ Ռուբենը զգաց, որ ոտքերը թուլանում են։ 24 ժամից էլ քիչ ժամանակում իր դուստրերը համր լինելուց դարձել էին մարդուն ողջունելու ունակ։ Կինը վեր կացավ, քայլեց դեպի ցանկապատը։ «Ես պատկերացնում եմ, որ դուք գեղեցիկ անուններ ունեք։ Կուզեք ինձ ասել, թե ինչ են ձեր անունները»։ Սոֆյան առաջինը փորձեց։ «Սոֆյա», ասաց նա, մատնացույց անելով իրեն։ «Սոֆյա», քնքշորեն կրկնեց կինը։ «Ինչ գեղեցիկ անուն է»։ Սոֆյան նշանակում է իմաստություն։ Անահիտը, չուզենալով հետ մնալ։ Անահիտ։ Անահիտ։ Ինչ հրաշալի է։ Հայոց հին դիցուհու անուն է, պտղաբերության մայրության խորհրդանիշ։ Հելենան միշտ ավելի ամաչկոտ, ցածրաձայն շշնջաց. Հելենա։ Հելենա, կրկնեց կինն էլ ավելի լայն ժպիտով։ Բոլորից ամենագեղեցիկը։ Դուք երեքդ էլ արքայադուստրերի անուններ ունեք։ Ռուբենը դանդաղ մոտեցավ։ Խոսակցությունը, որի ականատեսն էր լինում, մի բան էր, որի մասին երազել էր 2 տարի, որն այժմ տեղի էր ունենում իր աչքի առաջ, բոլորովին անծանոթ մեկի հետ։ «Ներողություն», ասաց նա, հասնելով ցանկապատին։ «Ես Ռուբեն Մանուկյանն եմ, աղջիկների հայրը։ Ես չգիտեմ ինչպես բացատրել, թե ինչ է կատարվում»։ Կինը նրան նայեց բարի փորձառու աչքերով։ «Բարդ ձեզ, պարոն Մանուկյան։ Իմ անունը Հույս է։ Հույս Սարգսյան։ Եվ ես կարծում եմ, որ ճիշտ գիտեմ, թե ինչ է կատարվում»։ «Դուք գիտեք»։ «Ինչպես թե»։ Երեխաները, պարոն Մանուկյան, հաճախ իրենց բառերը պահում են ճիշտ պահի ճիշտ մարդկանց համար։ Գուցե նրանք պարզապես սպասում էին մեկին, ով կխոսեր իրենց լեզվով։ Ռուբենը գնճռոտեց ճակատը։ «Ինչ լեզվով»։ Հույսը ժպտաց շրջվեց դեպի աղջիկները։ «Սրտի լեզվով, այնպես չէ, փոքրիկներ»։ Երեքն էլ եռանդուն գլխով արեցին, Հելենան շշնջաց. «Սիրտ»։ Դա առաջին վերացական բառն էր, որ նրանցից որևէ մեկն արտասանել էր։ Ռուբենը զգաց, որ աչքերը լցվում են արցունքներով։ «Տիկին Հույս», ասաց նա, ձայնը հուզմունքից դողալով։ «Չգիտեմ ով եք դուք կամ որտեղից եք եկել, բայց այն, ինչ տեղի է ունենում այստեղ, դա հրաշք է։ Աղջիկները երբեք առաջ չեն խոսել»։ «Երբեք»։ «Գիտեմ», մեղմորեն ասաց Հույսը։ «Ես տեսնում եմ նրանց աչքերում։ Նրանք յուրահատուկ երեխաներ են, որոնք թանկարժեք բառեր են պահում թանկարժեք պահերի համար։
Սոֆյան անհանգստացավ, մատնացույց արեց ցանկապատը, ժեստեր անելով, որ այն բացվի։ Ներս արի։ Ներս արի, ասաց նա մի հստակությամբ, որը Ռուբենին ապշեցրեց։ Նա խնդրում է, որ դուք ներս գաք, հարցրեց նա անհավատալիորեն։ Անահիտը ձեռքերը միացրեց, կարծես աղոթում էր։ Խնդրում եմ։ Խնդրում եմ։ Իսկ Հելենան, ուղիղ նայելով հույսին։ Տատիկ։ Տատիկ։ Աշխարհը մի պահ կանգ առավ։ Տատիկ բառը օդում հնչեց զանգի պես հստակ, կատարյալ մի իմաստով լի, որը գերազանցում էր ըմբռնումը։ Հույսը զգաց, որ աչքերը լցվում են արցունքներով, իսկ Ռուբենը մնաց անխոս։ Նրանք ձեզ տատիկ կանչեցին, շշնջաց նա։ Որոշ կապեր, ասաց հույսը, ձայնը հուզմունքից դողալով, բացատրության կարիք չունեն։ Նրանք պարզապես կան։ Ռուբենը նայեց իր դուստրերին, որոնք այժմ կառչել էին ջաղերից, կարծես իրենց կյանքը դրանից էր կախված։ Նայեց հույսին, որը ճառագում էր մի հանգստություն սեր, որը նա կարող էր ֆիզիկապես զգալ։ Եվ կայացրեց իր կյանքի ամենաիմպուլսիվ մի նույն ժամանակ ամենաճիշտ որոշումը։ Տիկին հույս, ասաց նա, բացելով դարպասը, կցանկանաք ներս գալ մեզ հետ սուրճ խմելու։ Ես շատ կցանկանայի ձեզ հետ զրուցել։ Ժպիտը, որը լուսավորեց հույսի դեմքը, կարող էր ջերմացնել ողջ կենտրոն թաղամասը։ Դա պատիվ կլիներ, ասաց նա։ Աղջիկները պայթեցին ուրախությունից։ Սոֆյան ծափ էր տալիս, բղավելով. Տատիկ, տատիկ։ Անահիտը ցատկոտում էր մի ոտքից մյուսը, երգելով մեղեդային ձայներ, որոնք նման էին երջանկության երգի։ Իսկ Հելենան ուղիղ վազեց հույսի գիրկը, որը նրան ընդունեց այնպես, կարծես իր սեփական թոռնուհին լիներ։ Իմ փոքրիկ Հելենա, մրմնջաց հույսը գրկելով աղջկան։ Ինչ լավ է վերջապես քեզ հետ ծանոթանալ։ Վերջապես բառը Ռուբենի ականջից չվրիպեց, բայց նա որոշեց այդ պահին չհարցնել դրա մասին։ Ինչ-որ կախարդական բան էր տեղի ունենում, նա չէր ուզում գործնական հարցերով կոտրել կախարդանքը։ Երբ նրանք մտան տուն, տիկին Սիրանուշը նրանց դիմավորեց զարմանքի ուրախության արտահայտությամբ։ Աղջիկները վազեցին հյուրասենյակով, բղավելով. Տատիկ, տատիկ տանը, տատիկ տանը։ Նրանք ասում են, որ տատիկը տանն է, թարգմանեց Ռուբենը, դեռ հարմարվելով խոսող դուստրեր ունենալու հրաշքին։ Հույսը դիտում էր առանձնատան յուրաքանչյուր մանրուք, բայց ոչ հարստության հանդեպ հիացմունքով, այլ մի հայացքով, որը տեսնում էր արտաքինից այն կողմ։ Գեղեցիկ տուն է, ասաց նա։ Բայց, ավելի կարևոր է, սա սիրով լի տուն է։ Ուշացած նախաճաշի ընթացքում աղջիկները ոչ մի րոպե չհեռացան հույսից։ Նրանք հերթով նստում էին կնոջ գրկում, փորձում էին նրան կերակրել, իրենց ձեռքերով չէին դադարում կրկնել բառեր, որոնք բնականորեն գալիս էին։ Տատիկ համով է, երբ նա փորձեց տիկին Սիրանուշի եգիպտացորենի ալյուրով թխվածքը, մնա, երբ հասկացան, որ նա կարող է գնալ։ Տիկին հույս, ասաց Ռուբենը, համարձակություն հավաքելով։ Կարող եմ հարցնել, թե որտեղ եք դուք ապրում։ Ընտանիք ունեք։ Հույսի դեմքը մի փոքր տխրեց։ Ես այլս ընտանիք չունեմ, պարոն Մանուկյան։ Իսկ ինչ վերաբերում է, թե որտեղ եմ ապրում։ Դե, ասենք, որ իմ տունն այնտեղ է, որտեղ Աստված ինձ ամեն օր դնում է։ Ռուբենը հասկացավ։ Նա անօթան էր։ Բայց նրա արժանապատվության արտահայտվելու ձի երեխաների մասին գիտելիքների մեջ կար մի բան, որը ցույց էր տալիս շատ ավելի բարդ պատմություն, քան պարզապես բնակարանի բացակայությունը։ Իսկ ձեր մասնագիտությունը։ Դուք երեխաների հետ աշխատում եք։ Աշխատել եմ, ասաց հույսը, տխուր ժպտալով։ Երկար տարիներ ես ուսուցչուհի էի, որը մասնագիտացած էր հաղորդակցման հատուկ դժվարություններ ունեցող երեխաների մեջ։ Երեխաներ, ինչպիսիք ձեր դուստրերն են։ Գլուխկոտրուկը սկսեց ձավորվել Ռուբենի մտքում։ Դուք ծանոթ եք աղջիկների նման դեպքերի։ Ծանոթ եմ։ Եվ կարող եմ երաշխավորել, որ նրանք ոչ մի բժշկական խնդիր չունեն։ Նրանք պարզապես մեկի կարիքն ունեին, ով կհասկանար իրենց լեզուն։ Որոշ երեխաներ իրենց ձայները պահում են, մինչ գտնեն ճիշտ ականջը, դրանք լսելու համար։ Այդ պահին Սոֆյան բարձրացավ հույսի գիրկը, ինչ-որ բան շշնջաց կնոջ ականջին։ Հույսը ժպտաց, ինչ-որ բան պատասխանեց նրան։ Սոֆյան վազելով իջավ, բռնեց քույրերի ձեռքերը, երեքը կանգնեցին հույսի դիմաց։ Մնա, տատիկ, ասաց Սոֆյան։ Մնա այստեղ, լրացրեց Անահիտը։
Ընդմիշտ, ավարտեց Հելենան։ Երեք աղջիկները կազմել էին իրենց առաջին ամբողջական նախադասությունները, բոլորն էլ հուսահատ խնդրանք էին, որ հույսը չգնա։ Ռուբենը նայեց իր դուստրերին, հետո հույսին, զգաց, որ կանգնած է մի որոշման առաջ, որը կփոխեր իրենց կյանքը ընդմիշտ։ Դա բանական որոշում չէր։ Դա սրտի որոշում էր։ Տիկին հույս, ասաց նա, ձայնը հուզմունքից ամուր։ Գիտեմ, որ մենք նոր ենք ծանոթացել, գիտեմ, որ դա կարող է խելագարություն թվալ, բայց կցանկանայի, որ դուք այստեղ մնայիք մեզ հետ։ Այնքան ժամանակ, որքան կցանկանաք։ Մենք ազատ սենյակներ ունենք, իսկ աղջիկները դե նրանք ակնհայտորեն ձեր կարիքն ունեն այնքան, որքան դուք գուցե տան կարիք ունեք։ Հույսը երկար պահ լուռ մնաց, նայելով աղջիկներից յուրաքանչյուրին, հետո Ռուբենին, հետո տիկին Սիրանուշին, որը քաջալերող գլխով արեց։ Պարոն Մանուկյան, ասաց նա վերջապես, ես ընդունում եմ ձեր առատաձեռն առաջարկը։ Բայց միայն եթե կարողանամ ինչ-որ կերպ փոխհատուցել։ Կարող եմ օգնել աղջիկների հետ, սովորեցնել նրանց, խնամել նրանց։ Ես այն մարդը չեմ, որը բարեգործություն է ստանում, առանց որևէ բան տալու դիմաց։ Տիկին, ասաց Ռուբենը, ժպտալով, այն բանից հետո, ինչ այսօր տեղի ունեցավ, բարեգործություն ստացողը ես եմ։ Աղջիկները պայթեցին տոնակատարությամբ։ Վազեցին հյուրասենյակով, բղավելով։ Տատիկը մնում է։ Տատիկը մնում է։ Եվ Մագնոլիաների փողոցի առանձնատան պատմության մեջ առաջին անգամ լռությունը վերջնականապես խախտվեց։ Այդ երեկո, մինչ հույսը տեղավորվում էր հյուրասենյակում, որը աղջիկների սենյակի կողքին էր, Ռուբենը դիտում էր իր դուստրերին։ Նրանք հետում էին նոր տատիկին ամբողջ տնով, օգնում նրան դասավորել իր քիչ հագուստը, ցույց տալիս իրենց խաղալիքները, խոսում էին անդադար։ Տատիկ, նայիր, ասում էր Սոֆյան, ցույց տալով իր սիրելի տիկնիկը։ Տատիկ, այստեղ, կանչում էր Անահիտը, մատնացույց անելով իր սիրելի անկյունը հյուրասենյակում։ Տատիկ, հեքիաթ, խնդրում էր Հելենան, բերելով մանկական գիրք։ Կարծես 2 տարվա կուտակված բառերը միանգամից ազատվել էին։ Եվ բոլորն ուղղված էին մի կնոջ, որը հայտնվել էր ոչ մի տեղից, որն այժմ ընտանիքի մաս էր կազմում, կարծես միշտ այնտեղ էր եղել։ Երբ ընթրիքի ժամանակը եկավ, աղջիկները պնդեցին, որ հույսը նստի իրենց միջ սեղանի շուրջ։ Նրանք հերթով ուտելիք էին դնում կնոջ ափսեի մեջ, պատմում օրվա նորությունները իրենց դեռ տատանվող, բայց գնալով ավելի հստակ դարձող բառերով, համոզվում, որ նա երջանիկ է։ Տատիկը երջանիկ է, հարցրեց Հելենան, իր կանաչ աչքերը անհանգստությունից փայլելով։ Շատ երջանիկ, պատասխանեց հույսը, համբուրելով աղջկա ճակատը։ Շատ երջանիկ։ Եվ դա ճիշտ էր։ Ռուբենը կարող էր տեսնել կնոջ աչքերում մի անկեղծ երջանկություն, որը կատարելապես արտացոլում էր իր դուստրերի ուրախությունը։ Կարծես 4 միայնակ սրտեր վերջապես գտել էին իրենց տեղն աշխարհում։ Այդ գիշեր, քնելուց առաջ հեքիաթի ժամանակ, աղջիկները խնդրեցին, որ հույսը պատմի հեքիաթը։ Նա նստեց բազկաթոռին 3 մահճակալների միջ, սկսեց պատմել մի հեքիաթ 3 արքայադուստրերի մասին, որոնք ապրում էին մի լուռ ամրոցում, մինչ որ մի բարի փերի եկավ, նրանց սովորեցնելու կախարդական երգը, որը կազատեր նրանց ձայները։ Եվ նրանք ապրեցին երջանիկ ընդմիշտ, հարցրեց Սոֆյան վերջում։ Նրանք ապրեցին երջանիկ ընդմիշտ, հաստատեց հույսը։ Որովհետև նրանք սովորեցին, որ ընտանիքը կազմված է մարդկանցից, որոնց մենք ընտրում ենք սիրել, ոչ միայն նրանցից, ովքեր մեզ հետ ծնվում են։ Աղջիկները քնեցին ժպիտները դեմքներին, տատիկ, հայրիկ երջանիկ բառերը շշնջալով, որպես երախտագիտության աղոթքներ։ Ռուբենն ու հույսը մինչ ուշ գիշեր զրուցեցին հյուրասենյակում։ Նա պատմեց իր կարիերայի մասին, որպես ուսուցչուհի, հաղորդակցման դժվարություններ ունեցող երեխաների համար մշակած հատուկ մեթոդների մասին, թե ինչպես էր բնազդաբար իմանում, թե որ մոտեցումը կաշխատի յուրաքանչյուր երեխայի հետ։ Աղջիկները ոչ մի օրգանական խնդիր չունեն, բացատրեց նա։ Նրանք պարզապես աշխարհն այլ կերպ են ընկալում։ Նրանք մեկի կարիքն ունեին, ով կհարգեր իրենց ժամանակը, կխոսեր այն հուզական լեզվով, որը նրանք հասկանում են։ Իսկ ինչպես իմացաք, որ այդ լեզուն կաշխատի նրանց հետ։ Հույսը խորհրդավոր ժպտաց։ Ինտուիցիա և փորձ։ Ես արդեն խնամել եմ մի երեխայի, որը շատ նման էր ձեր դուստրերին։ Մի աղջիկ, որը նույնպես իր բառերը պահում էր ճիշտ պահի համար։ Նրա ասելուձի մեջ կար մի բան, որը Ռուբենին ստիպեց զգալ, որ ավելի շատ պատմություն կա պատմելու։ Բայց ոչ այդ գիշեր։ Այդ գիշեր բավական էր, որ իր դուստրերը խոսում էին։
Նույն որ նրանք երջանիկ էին, որ մի յուրահատուկ կին եկել էր իրենց կյանք, որպես քողարկված պահապան հրեշտակ։ Երբ նրանք վերջապես գնացին քնելու, Մագնոլիաների փողոցի առանձնատունը հնչում էր մի նոր տեսակի լռությամբ։ Ոչ այլս սպասման տխրության ծանր լռությունը, այլ խաղաղության լիարժեքության մեղմ լռությունը։ Մի լռություն, որը ընդմիջվում էր երջանիկ երազների շշուկներով, այն համոզմունքով, որ այդ օրվանից ի վեր ոչինչ այլս նույնը չի լինի։ Իսկ դրսում, ընկուզենու տակ, փոքրիկ ծաղիկներ սկսեցին բացվել սեզոնից դուրս, կարծես հենց բնությունն էր տոնում այն հրաշքը, որը տեղի էր ունեցել այդ տանը։ Հույսի ժամանումից հետո Մագնոլիաների փողոցի առանձնատանը հաջորդած 2 շաբաթները Ռուբենի կյանքի ամենափոխակերպողն էին։ Տունը, որը նախկինում արձագանքում էր միայն աղջիկների լուռ քայլերին, այժմ անընդհատ լցված էր ծիծաղի, բառերի երգերի մեղեդիով։ Սոֆյան, Անահիտը, Հելենան կարծես մի քանի օրում վերականգնել էին 2 տարվա լռությունը։ Սոֆյան դարձել էր երեքից ամենախոսունը։ Նրա բառերը հոսում էին ուրախ առվակի պես, նա պատմում էր այն ամենը, ինչ անում էր։ Տատիկ, նայիր ծաղիկին, հայրիկ, կապույտ մեքենա, Սիրանուշ, համով տորտ։ Կարծես նա հայտնաբերել էր, որ ամբողջ աշխարհն արժանի է մեկնաբանվելու կիսվելու։ Անահիտը հատուկ սեր էր զարգացրել երգերի նկատմամբ։ Հույսը նրան մի քանի պարզ մանկական երգեր էր սովորեցրել, աղջիկն ամբողջ օրը դրանք կրկնում էր, ստեղծելով սեփական մեղեդիներ, հորինելով բառեր, երբ չէր հիշում բնօրինակները։ Նրա ձայնն ուներ բնական երաժշտական որակ, որը հմայում էր բոլորին։ Հելենան, միշտ ամենաներամփոփը, բոլորին զարմացրեց բարդ նախադասություններ կազմելու իր ունակությամբ։ Տատիկ, ինչու է երկինքը կապույտ, հայրիկ, որտեղ է ապրում մայրիկը, Սիրանուշ, կարող եմ օգնել խոհարարության հարցում։ Նրա հարցերը խորն էին, բացահայտում էին մի հետաքրքրասեր միտք, որը միշտ գոյություն է ունեցել, պարզապես սպասելով ճիշտ պահին արտահայտվելու համար։ Հույսը կարծես ճշգրիտ գիտեր, թե ինչպես խթանել նրանցից յուրաքանչյուրին անհատապես։ Սոֆյայի հետ խաղում էր բառախաղեր, բառապաշարի մարտահրավերներ։ Անահիտի հետ երգում էր, ստեղծում փոքրիկ երաժշտական եմադրություններ։ Հելենայի հետ զրուցում էր աշխարհի մասին, պարզ քնքուշ կերպով պատասխանելով նրա բարդ հարցերին։ Ռուբենն ամեն օր աշխատանքից տուն էր գալիս, անհամբեր տեսնելու, թե ինչ նոր առաջընթաց են ունեցել իր դուստրերը։ Կախարդական էր ականատես լինել, թե ինչպես են նրանք 3 լուռ աղջնակներից վերածվել 3 փոքրիկ շատախոսների, որոնք իր ուշադրության համար մրցում էին պատմություններով, հայտնագործություններով, սիրո դրսևորումներով։ Հայրիկ, ես տուն եմ նկարել, ասում էր Սոֆյան, ցույց տալով իր գունագեղ խզբզոցները։ Հայրիկ, ես նոր երգ եմ երգում, հայտարարում էր Անահիտը, մեկը մյուսի հետից մեղեդի հյուսելով։ Հայրիկ, տատիկը բարդ բառեր է սովորեցրել, պատմում էր Հելենան, հպարտ իր ընդլայնվող բառապաշարով։ Բայց կենտրոնի հեղինակավոր թաղամասում ամեն ինչ ծաղիկներով պատված չէր։ Փողոցի մյուս կողմում 847 համարի էլ ավելի տպավորիչ առանձնատանը, Սուսաննա Վարդանյանը աճող զայրույթով դիտում էր Մանուկյանների տան շարժը։ 50 տարեկանում նա իրեն համարում էր թաղամասի բարոյական պահապանը, ազդեցիկ կին, ամուսնա։ Ցած կարոր գործարարի հետ, որը չէր հանդուրժում որևէ բան, որը կարող էր արժեզրկել տարածքը։ Սա անթույլատրելի է, Գագիկ, ասում էր նա ամուսնուն ընթրիքի ժամանակ, պատուհանից մատնացույց անելով Ռուբենի տունը։ Այդ մարդը մի մուրացկան է բերել տուն։ Մի մուրացկան։ Մեր թաղամասում։ Գագիկ Վարդանյանը, սակավախոս մարդ, որը նախընտրում էր իր գործերը կնոջ սոցիալական մտահոգություններից, պարզապես մրմնջաց։ Սուսաննա, դա մեր գործը չէ, թե հարաններն ինչ են անում իրենց տներում։ Մեր գործը չէ։ Իսկ երբ սկսեն այստեղ ավելի շատ նրա նման մարդիկ հայտնվել։ Իսկ երբ մեր թաղամասը դառնա անօթանների հավաքատեղի։ Դու դրա մասին մտածել ես։ Սուսաննան ջանք չէր խնայել պարզելու, թե ով էր այն կինը, որն այժմ ապրում էր Մանուկյանների հետ։ Նա մասնավոր դետեկտիվ էր վարձել պարզել, որ Հույս Սարգսյանը առնվազն 5 տարի հաստատուն հասցե չուներ։ Չուներ թարմացված փաստաթղթեր, ապացուցված եկամուտ կամ վերջին մասնագիտական երաշխավորագրեր։ Սուսաննայի համար սա ավելի քան բավարար էր իրավիճակն անընդունելի համարելու համար։ Արոտ երեքշաբթի առավոտյան, մինչ աղջիկները Հույսի հետ խաղում էին այգում, Սուսաննան մի որոշում կայացրեց, որը կփոխեր իրադարձությունների ընթացքը։ Վերցրեց հեռախոսը, զանգահարեց խնամակալության հոգաբարձության մարմին։ Ալո։ Կցանկանայի բողոք ներկայացնել։ Թաղամասում անկանոն իրավիճակ է։
Մի ընտանիք թույլ է տալիս, որ առանց փաստաթղթերի անօթան անձն ուղղակիորեն շփվի 3 փոքր երեխաների հետ։ Այո, ես համարում եմ, որ երեխաների անվտանգության համար ռիսկ կա։ Հասցեն է Մագնոլիաների փողոց 823։ Այգուց հույսը դիտում էր Սուսաննային, որը հեռախոսով խոսում էր իր տան պատուհանից։ Նա բավական երկար էր ապրել փողոցներում, ճանաչելու համար, երբ ինչ-որ մեկը իր համար խնդիրներ է ստեղծում։ Խորը շունչ քաշեց շարունակեց խաղալ աղջիկների հետ, իմանալով, որ դժվար օրեր են սպասվում։ 2 օր անց, հինգշաբթի խնամակալության հոգաբարձության մարմնից 2 սոցիալական աշխատող հայտնվեցին Մանուկյանների տան դռան մոտ։ Ռուբենն աշխատանքի էր, տիկին Սիրանուշը մասնագետներին ընդունեց ակնհայտ նյարդայնությամբ։ Մենք խնամակալության հոգաբարձության մարմնից ենք, ասաց 2-ից ավելի տարիքովը, ալեխառն մազերով լուրջ հայացքով Մարսիա անունով մի կին։ Մենք բողոք ենք ստացել այս հասցեում բնակվող 3 աղջիկների իրավիճակի վերաբերյալ։ Պետք է ստուգենք այն պայմանները, որոնցում նրանք ապրում են։ Տիկին Սիրանուշը նրանց ուղեկցեց հյուրասենյակ, որտեղ հույսը կարդում էր աղջիկների համար։ Սոֆյան, Անահիտը Հելենան վազեցին գրկելու իրենց այցելուներին բոլորը։ Միաժամանակ խոսելով. Բար։ Ես Սոֆյան եմ։ Ես երգ եմ երգում։ Դուք ուզում եք խաղալ։ Սոցիալական աշխատողները զարմացած իրար նայեցին։ Նրանք ակնկալում էին գտնել խոցելի վիճակում գտնվող երեխաների, բայց այն, ինչ տեսան, 3 առողջ, ուրախ ակնհայտորեն լավ խնամված աղջիկներ էին։ Նրանք 2 շաբաթ առաջ չէին խոսում, բացատրեց տիկին Սիրանուշը։ Տիկին Հույսի ներկայությունն արթնացրեց նրանց խոսքը։ Մարսիան պաշտոնապես ներկայացավ Հույսին, որը արժանապատվորեն վեր կացավ։ Տիկին, ես պետք է տեսնեմ ձեր փաստաթղթերը հասկանամ, թե որն է ձեր հարաբերությունը երեխաների ընտանիքի հետ։ Հույսը հանգիստ գլխով արեց։ Ես կարող եմ բացատրել իմ իրավիճակը։ Բայց նախ կցանկանայի, որ աղջիկների հայրը ներկա լիներ։ Կարծում եմ, նա իրավունք ունի իմանալու, թե ինչ է կատարվում։ Տիկին Սիրանուշը զանգահարեց Ռուբենին, որը չեղարկեց օրվա բոլոր հանդիպումները շտապեց տուն։ Երբ հասավ տեսավ սոցիալական աշխատողներին, անմիջապես հասկացավ, որ ինչ-որ մեկը բողոքել է իրավիճակից։ Պարոն Մանուկյան, ասաց Մարսիան ներկայանալուց հետո, մենք անանուն ոգ ենք ստացել, որում ասվում է, որ առանց փաստաթղթերի անձ է ապրում ձեր անչափահաս դուստրերի հետ։ Պետք է ստուգենք, թե արդյոք երեխաներն անվտանգ են, արդյոք իրավիճակն օրինականության սահմաններում է։ Ռուբենը նայեց Հույսին, որը հանգիստ էր մնում, իսկ հետո իր դուստրերին, որոնք ուրախ խաղում էին տատիկի ոտքերի մոտ։ Ես կարող եմ բացատրել ամբողջ իրավիճակը, ասաց նա։ Բայց նախ կցանկանայի, որ տիկնայք դիտեին իմ դուստրերի վիճակը։ Հաջորդ ժամվա ընթացքում սոցիալական աշխատողները զրուցեցին աղջիկների հետ, դիտեցին տունը, ստուգեցին հիգիենայի սննդի պայմանները, հարցեր տվեցին ընտանեկան առօրյայի մասին։ Անհնար է ժխտել, որ երեխաներն առողջ էին, երջանիկ ակնհայտորեն լավ խնամված։ Աղջիկները ցուցաբերում են տարիքի համար միջինից բարձր ճանաչողական հուզական զարգացում, նշեց ավելի երիտասարդ սոցիալական աշխատողը, Պաուլա անունով։ Ցուցաբերում են առողջ հուզական կապ բոլոր ներկա մեծահասակների հետ զարգացած բառապաշար։ Այո, հաստատեց Մարսիան։ Բայց մենք դեռ պետք է հասկանանք տիկին Հույսի իրավական վիճակը։ Այդ ժամանակ Հույսը խնդրեց առանձին զրուցել սոցիալական աշխատողների Ռուբենի հետ։ Աղջիկները մնացին խաղալու տիկին Սիրանուշի հետ այգում, մինչ մեծահասակները հավաքվեցին հյուրասենյակում։ Իմ լրիվ անունն է Հույս Սարգսյան Օլիվեյրա, սկսեց նա հանգիստ, բայց հուզմունքով լի ձայնով։ 30 տարի շարունակ ես ուսուցչուհի եմ եղել, որը մասնագիտացած էր ճանաչողական հուզական զարգացման հատուկ կարիքներ ունեցող երեխաների մեջ։ Ես ունեի իմ սեփական դպրոցը, Հույս դպրոցը, Աբովյան քաղաքում։ Ռուբենը նրան ուշադիր լսում էր, հասկանալով, որ վերջապես կիմանա իր ընտանիքը փոխակերպած կնոջ ամբողջական պատմությունը։ 5 տարի առաջ, շարունակեց Հույսը, դպրոցում պատահական հրդեհ տեղի ունեցավ։ Ոչ ոք չտուժեց, փառք Աստծո, բայց շենքն ամբողջությամբ ավերվեց։ Ես իմ բոլոր խնայողությունները ներդրել էի դպրոցում, ապահովագրությունը չփակեց բոլոր վնասները։ Հաստատությունը սնանկացավ։ Նրա ձայնը մի փոքր դողաց, նախքան շարունակելը։ Ֆինանսական կործանումից ավելի վատ էր այն, ինչ հետեց։ Որոշ ընտանիքներ դատի տվեցին դպրոցին մեղար։
Լելով անփութության մեջ, նույնիսկ իմանալով, որ հրդեհը պատահական էր, առաջացած շենքի հին էլեկտրական ցանցի կարճ միացումից։ Սենսացիոն մամուլը բռնեց գործը, խեղաթյուրեց փաստերը։ Իմ հեղինակությունը կործանվեց։ Մարսյան Պաուլան նշումներ էին անում, Ռուբենը զգում էր, թե ինչպես է սիրտը սեղմվում, լսելով պատմությունը։ Ես կորցրի իմ տունը, փորձելով վճարել փոխհատուցումներն ու փաստաբաններին։ Կորցրի իմ փաստաթղթերը վտարումներից մեկի ժամանակ։ Եվ կորցրի մարդկանց վստահությունը, երբ իմ պատմությունը խեղաթյուրվեց թերթերի կողմից։ Ոչ մի դպրոց չցանկացավ ինձ աշխատանքի ընդունել դրանից հետո։ 70 տարեկանում ես հայտնվեցի փողոցում, առանց ընտանիքի, առանց հեռանկարների, առանց ոչնչի, բացի իմ փորձից, հատուկ երեխաների հետ։ Հույսը մի պահ լռեց, պատուհանից նայելով աղջիկներին, որոնք ուրախ խաղում էին այգում։ Այս 5 տարիների ընթացքում ես մի քանի անգամ փորձել եմ վերակառուցել իմ կյանքը։ Բայց ամեն անգամ, երբ ինչ-որ մեկը պարզում էր իմ պատմությունը, հնարավորությունները անհետանում էին։ Մարդիկ տեսնում են միայն թերթերի վերնագրերը, ոչ թե փաստերի ճշմարտությունը։ Տիկին հույս, ասաց Մարսյան, ես հասկանում եմ ձեր իրավիճակը, բայց փաստն այն է, որ դուք չունեք թարմացված փաստաթղթեր կամ վերջին մասնագիտական երաշխավորագրեր։ Սա անկանոն իրավիճակ է ստեղծում։ Ես հասկանում եմ, պատասխանեց հույսը։ Եվ ես ոչ ոքի չեմ մեղադրում այստեղ իմ ներկայությունը կասկածի տակ դնելու համար։ Բայց խնդրում եմ, որ դուք դիտեք այն ազդեցությունը, որ իմ համակեցությունն ունեցել է աղջիկների վրա։ Նրանք երջանիկ են, առողջ արագ զարգանում են։ Ես նրանց համար սպառնալիք չեմ։ Ես մեկն եմ, ով նրանց խնամելով ապրելու նոր պատճառ է գտել։ Ռուբենը վեր կացավ։ Տիկնայք, ես կցանկանայի մի բան ասել։ 2 տարի է, ինչ ես օգնություն եմ փնտրում իմ դուստրերի համար։ Ես նրանց տարել եմ Երանի լավագույն բժիշկների, մանկական զարգացման ամենահայտնի մասնագետների մոտ։ Ոչ ոք չի հասել նրան, ինչ տիկին հույսը հասավ 2 շաբաթում։ Իմ դուստրերը ոչ միայն սկսել են խոսել, նրանք ծաղկում են մի ձով, որը ես երբեք չէի պատկերացնի։ Պարոն Մանուկյան, ասաց Պաուլան, մենք չենք կասկածում այն օգուտին, որ տիկնոջ ներկայությունը բերել է ձեր դուստրերին։ Բայց մենք պետք է հետենք անվտանգության արձանագրություններին։ Ապա ասացեք ինձ, թե ինչ պետք է արվի իրավիճակը կարգավորելու համար, վճռականորեն ասաց Ռուբենը։ Ես կարող եմ նոր փաստաթղթեր ձեռք բերել տիկին հույսի համար։ Կարող եմ ստանալ երաշխավորագրեր նրա նախկին կարիերայից։ Կարող եմ անել այն ամենը, ինչ անհրաժեշտ է, որպեսզի նա օրինականորեն մնա այստեղ, խնամելով իմ դուստրերին։ Մարսյան Պաուլան իրար նայեցին։ Դե եթե դուք ստանձնեք տիկին հույսի փաստաթղթերը կարգավորելու իրավական պատասխանատվությունը, եթե նա համաձայնի անցնել հոգեբանական գնահատում երեխաների հետ աշխատելու համար, մենք կարող ենք իրավիճակը ժամանակավորապես ընդունելի համարել։ Ես համաձայն եմ ցանկացած գնահատման, անմիջապես ասաց հույսը։ Եվ ես շնորհակալ եմ պարոն Մանուկյանին իր առատաձեռնության համար, բայց չեմ ուզում իրավական բեռ լինել այս ընտանիքի համար։ Տիկին հույս, ասաց Ռուբենը, նրբորեն դիպչելով նրա ուսին, դուք բեռ չեք։ Դուք օրհնություն եք։ Եվ մենք կանենք այն ամենը, ինչ անհրաժեշտ է, որպեսզի կարողանաք մնալ։ Սոցիալական աշխատողներս 2 ժամ անցկացրին տանը, զրուցելով աղջիկների հետ, դիտելով բոլորի միջ փոխգործակցությունը, կատարելով իրենց վերջնական նշումները։ Երբ հեռացան, հասկացրին, որ կվերադառնան 15 օրից, ստուգելու, թե արդյոք փաստաթղթերը պատրաստվում են։ Այդ գիշեր, երբ աղջիկները քնեցին, Ռուբենն ու հույսը երկար զրուցեցին տան պատշգամբում։ Նա ավելի շատ մանրամասներ պատմեց իր կարիերայի մասին, որպես մասնագիտացված մանկավարժ, հաղորդակցման դժվարություններ ունեցող երեխաներին օգնելու համար մշակած մեթոդների տարիների ընթացքում ուղեկցած տասնյակ հաջողված դեպքերի մասին։ Պարոն Մանուկյան, ասաց նա, կա մի բան էլ, որ պետք է ձեզ պատմեմ։ Իմ կարիերայի ընթացքում ես բուժել եմ մի երեխայի, որն ուներ ճիշտ նույն վարքագծային օրինակը, ինչ ձեր դուստրերը։ Դա մի աղջիկ էր, որը չէր խոսում, բայց ցուցաբերում էր շրջապատող աշխարհի կատարյալ ըմբռնում։ Ինձնից 2 տարի պահանջվեց, որպեսզի նա ասի իր առաջին բառը։ Ռուբենը նրան նայեց հետաքրքրությամբ։ Եվ կարողացաք օգնել նրան։ Կարողացա։ Նա դարձավ ամենապայծառ երեխաներից մեկը, ում երբե ճանաչել եմ։ Ավարտեց հոգեբանության ֆակուլտետը, մասնագիտացավ մանկական զարգացման մեջ, ամուսնացավ հաջողակ գործարարի հետ, ունեցավ գեղեցիկ ընտանիք։ Հույսը մի պահ դադար տվեց, նայելով աստղերին։
Այդ աղջկա անունը Իզաբելլա էր։ Իզաբելլա Մանուկյան։ Ռուբենի աշխարհը կանգ առավ։ Իզաբելլա, իմ կինը։ Ձեր կինը իմ աշակերտն է եղել 2 տարի, երբ նա նույն տարիքին էր, ինչ ձեր դուստրերն են հիմա։ Այդ պատճառով ես անմիջապես ճանաչեցի նրանց վարքագծային օրինակը։ Դա գենետիկ չէ բժշկական իմաստով, բայց դա մի բան է, որը կարող է կրկնվել այն ընտանիքներում, որտեղ կա հատուկ հուզական զգայունություն։ Ռուբենը զգաց, որ արցունքները հավաքվում են աչքերում։ Դուք ճանաչել եք Իզաբելլային, երբ նա երեխա էր։ Ճանաչել եմ։ Եվ դա իմ կարիերայի ամենամեծ ուրախություններից մեկն էր, տեսնել, թե ինչպես նա հաղթահարեց իր սկզբնական դժվարությունները։ Երբ տեսա նրան կրթված, ամուսնացած երջանիկ, իմացա, որ իմ աշխատանքն արժեր։ Ինչու դուք ինձ դա առաջ չեք ասել։ Որովհետև ուզում էի համոզվել, որ ձեր կողմից իմ ներկայության ընդունումն այստեղ անկեղծ էր, ոչ թե պայմանավորված միայն Իզաբելլայի հետ կապով։ Եվ որովհետև։ Դե, որովհետև ես դեռ մեղքի զգացում ունեմ, որ չկարողացա կանխել ողբերգության տեղի ունենալը։ Ռուբենը գնճռոտեց ճակատը։ Ինչ ողբերգության։ Հույսը խորը շունչ քաշեց։ Իզաբելլան պարբերաբար այցելում էր ինձ, նույնիսկ մեծանալուց հետո։ Նա ինձ երկրորդ մայր էր համարում։ Իմ դպրոց կատարած վերջին այցի ժամանակ, հրդեհից մի քանի ամիս առաջ, նա հղի էր եռյակներով։ Անհանգիստ էր, հարցնում էր ինձ, թե արդյոք հնարավորություն կա, որ դուստրերը կրկնեն իր զարգացման օրինակը։ Հույսի ձայնը հուզմունքից դողաց։ Ես նրան հանգստացրի, ասացի, որ նույնիսկ եթե դա տեղի ունենա, նրանք յուրահատուկ երեխաներ կլինեն, մենք կգտնենք նրանց օգնելու միջոց։ Իզաբելլան այդ օրը հեռացավ իմ դպրոցից, խոստանալով, որ երբ աղջիկները ծնվեն, նա ինձ կբերի նրանց հետ ծանոթանալու։ Ռուբենը կոկորդում կոշտուկ զգաց։ Բայց նա մահացավ ծննդաբերության ժամանակ։ Այո։ Եվ ես կորցրի ոչ միայն սիրելի նախկին աշակերտուհու, այլ այն թոռնուհիներին ճանաչելու հնարավորությունը, որոնց նա ինձ խոստացել էր։ Երբ դպրոցն այրվեց, իմ կյանքը փլուզվեց, ես մտածեցի, որ երբեք չէ մունենա Իզաբելլային տված խոստումս կատարելու հնարավորություն։ Ինչ խոստում։ Խնամել նրա դուստրերին, եթե նրանք կարիք ունենան։ Լինել նրանց համար այն, ինչ ես եղել եմ նրանց մոր համար։ Ռուբենը երկար ժամանակ լուռ մնաց, մշակելով բացահայտման մեծությունը։ Կինը, որը խորհրդավոր կերպով հայտնվել էր իր տան դիմաց, անծանոթ չէր։ Նա մեկն էր, ով հիմնարար դեր էր ունեցել Իզաբելլայի կյանքում, մեկը, ով խոստացել էր խնամել իր դուստրերին։ Տիկին հույս, ասաց նա վերջապես, սա ամեն ինչ փոխում է։ Դուք ոչ միայն մեկն եք, ով մեզ օգնում է։ Դուք ընտանիք եք։ Դուք Իզաբելլայի պատմության մի մասն եք, այն բանի մի մասը, որը իմ կնոջը դարձրեց այն հրաշալի կինը, որը նա էր։ Այդ պատճառով մեղմորեն ասաց հույսը, երբ տեսա այն 3 լուռ աղջնակներին, որոնք պատուհանից դիտում էին, ես ճշգրիտ գիտեի, թե ինչ պետք է անեմ։ Իզաբելլան իր դուստրերին վստահել էր ինձ, նույնիսկ նախքան նրանց ծնվելը։ Եվ ես վերջապես կարողացա կատարել իմ խոստումը։ Հաջորդ առավոտ Ռուբենն անմիջապես սկսեց հույսի փաստաթղթերի կարգավորման գործընթացը։ Վարձեց լավագույն փաստաբանին, որին ճանաչում էր, կազմակերպեց անհրաժեշտ բժշկական հոգեբանական հետազոտությունները, սկսեց հավաքել ապացույցներ այն բացառիկ կարիերայի մասին, որը նա ունեցել էր որպես մանկավարժ։ Աղջիկները, անտեղյակ իրենց շրջապատող իրավական բարդություններից, շարունակում էին իրենց արագացված զարգացումը։ Սոֆյան սկսել էր կազմել 4-5 բառանոց նախադասություններ։ Անահիտը հորինում էր երգեր, որոնք պատմություններ էին պատմում։ Հելենան տալիս էր փիլիսոփայական հարցեր, որոնք տպավորում էին նույնիսկ մեծահասակներին։ Բայց փողոց։ Իմ մյուս կողմում Սուսաննա Վարդանյանը աճող զայրույթով դիտում էր ամբողջ շարժը։ Խնամակալության հոգաբարձության մարմնի այցը չէր հանգեցրել ներխուժողի հեռացմանը, ինչպես նա ակնկալում էր։ Ընդհակառակը, թվում էր, թե ընտանիքը մոբիլիզացվում է իրավիճակը պահպանելու համար։ Նա դեռ չգիտեր, բայց նրա հաջորդ քայլը շատ ավելի վտանգավոր կլիներ, գրեթե կկործաներ այն երջանկությունը, որը վերածնվել էր Մագնոլիաների փողոցի առանձնատանը։ Որովհետև որոշ մարդիկ, երբ առաջնորդվում են նախապաշարմունքով նախանձով, ընդունակ են գործողությունների, որոնք գերազանցում են մարդկային պարկեշտության բոլոր սահմանները։ Եվ հույսը իր կյանքի փորձով արդեն կարող էր զգալ հորիզոնում ձավորվող փոթորիկը։ Հույսի, իր կյանքի հետ վերամիավորվելու մասին լուրն անսպասելիորեն տարածվեց։
Դպրոցի նախկին աշակերտուհին Մարիամ Հակոբյանը, այժմ Երանում հայտնի մանկաբույժ, պատահաբար անցնում էր Մագնոլիաների փողոցով, երբ ճանաչեց իր նախկին ուսուցչուհուն, որը 3 երեխաների հետ խաղում էր այգում։ Մարիամն անմիջապես կանգնեցրեց մեքենան, հազիվ հավատալով իր տեսածին։ Ուսուցչուհի, հույս։ Իսկապես դուք եք, բղավեց Մարիամը, իջնելով մեքենայից վազելով դեպի այգու ցանկապատը։ Հույսը նայեց ձայնի ուղղությամբ, նրա դեմքը լուսավորվեց մի ուրախությամբ, որը մոռացել էր, որ կարող է զգալ։ Մարիամ։ Իմ սիրելի Մարիամ։ Վերամիավորումը հուզիչ էր։ Մարիամը գրկեց հույսին ցանկապատի միջով, մինչ Սոֆյան, Անահիտը Հելենան հետաքրքրությամբ դիտում էին այս նոր այցելուին, որը ստիպում էր իրենց տատիկին երջանկության արցունքներ թափել։ Ուսուցչուհի, դուք անհետացաք։ Մենք փորձեցինք գտնել ձեզ հրդեհից հետո, բայց ոչ ոք չգիտեր, թե որտեղ եք։ Ինչ պատահեց։ Ինչպես եք այստեղ։ Հույսը ներկայացրեց աղջիկներին համառոտ բացատրեց իր իրավիճակը։ Մարիամը հուզվեց, իմանալով, որ նա կրկին նպատակ է գտել, խնամելով նախկին աշակերտուհու դուստրերին։ Ուսուցչուհի, դուք պետք է իմանաք, որ մեզանից շատերը փորձեցին մաքրել ձեր անունը թերթերում տեղի ունեցած այդ անարդարությունից հետո։ Մենք փնտրեցինք լրագրողներին, փորձեցինք պատմել ճշմարտությունը, բայց սենսացիոնիզմն արդեն իր վնասը հասցրել էր։ Դուք չեք կարող պատկերացնել, թե ինչպես ենք մենք բոլորս ձեզ կարոտել։ Մարիամն իմացավ խնամակալության հոգաբարձության մարմնի հետ կապված խնդիրների հույսի փաստաթղթերը կարգավորելու անհրաժեշտության մասին։ Սա անհեթեթություն է։ Դուք ամենակոմպետենտ մանկավարժն եք, ում երբեք ճանաչել եմ։ Ես կօգնեմ, ուսուցչուհի։ Եվ գիտեմ, որ մյուս բոլոր նախկին աշակերտները նույնպես կուզենան օգնել։ Նույն երեկոյան Մարիամը սկսեց մոբիլիզացնել հույսը դպրոցի նախկին աշակերտների ցանցը, որը տարածվում էր ողջ Հայաստանով։ Սոցիալական ցանցերի WhatsApp-ի խմբերի միջոցով լուրն արագ տարածվեց։ Ուսուցչուհի հույսը գտնվել է, նա լավ է, նրան օգնություն է պետք իր իրավիճակը կարգավորելու համար։ Արձագանքն անմիջական էր հուզիչ։ Բժիշկ Արմեն Պետրոսյանը, Գյումրիում նյարդավիրաբույժ, որը եղել էր սովորելու լուրջ դժվարություններ ունեցող տղա, մինչ հանդիպել էր հույսին։ Ուսուցչուհի Լուսինե Գրիգորյանը, Վանաձորում մանկավարժ, որը հաղթահարել էր ընտրողական համրությունը դպրոցի խնամքի ներքո։ Հոգեբան Դավիթ Ավետիսյանը, Կապանից, որը հաղթել էր աուտիզմի սպեկտրի խանգարումը։ Եվ շատ ուրիշներ։ Բոլորն ունեին նմանատիպ պատմություններ։ Հատուկ դժվարություններ ունեցող երեխաներ, որոնք փոխակերպվել էին հույսի եզակի քնքուշ մեթոդի շնորհիվ։ Բոլորը դարձել էին հաջողակ մասնագետներ։ Եվ բոլորը ցանկանում էին փոխհատուցել այն, ինչ նա արել էր իրենց կյանքի համար։ Մինույն ժամանակ Մանուկյանների առանձնատունը ապրում էր մաքուր երջանկության օրեր։ Աղջիկները զարգանում էին արագացված տեմպերով, զարմացնելով նույնիսկ հույսին իրենց սովորելու ունակությամբ։ Սոֆյան սկսել էր կարդալ պարզ բառեր։ Անահիտը հորինում էր ամբողջական երգեր, որոնք բարդ պատմություններ էին պատմում։ Հելենան տալիս էր հարցեր, որոնք բացահայտում էին 2 տարեկան երեխայի համար տպավորիչ փիլիսոփայական դատողություն։ Տատիկ, հարցրեց Հելենան մի շաբաթ առավոտյան, ինչու են որոշ մարդիկ տխուր։ Հույսը, որը նախաճաշ էր պատրաստում աղջիկների օգնությամբ, կանգ առավ մտածելու պատասխանի մասին։ Երբեմն իմ ծաղիկ մարդիկ տխուր են, որովհետև դեռ չեն գտել այն մարդկանց, որոնք իրենց երջանիկ կդարձնեն։ Ինչպես ես էի տխուր, նախքան ձեզ գտնելը։ Իսկ հիմա տատիկը երջանիկ է։ Հիմա տատիկն ավելի երջանիկ է, քան երբեք կարող էր պատկերացնել, որ կրկին կլինի։ Ռուբենը, որը հյուրասենյակից լսում էր խոսակցությունը, ժպտում էր, հասկանալով, թե ինչպես է հույսը միշտ գտնում պարզ խորը ձեր, պատասխանելու Հելենայի բարդ հարցերին։ Իր դուստրը ժառանգել էր ոչ միայն մոր խելքը, այլ նրա արտասովոր հուզական զգայունությունը։ Ամեն ինչ կարծես թե շարժվում էր դեպի կատարյալ լուծում, երբ մի երեքշաբթի առավոտյան իրավիճակն անսպասելիորեն վտանգավոր ընթացք ստացավ։ Սուսաննա Վարդանյանը, հիասթափված իր առաջին բողոքի անհաջողությունից, որոշեց դիմել ավելի կտրուկ մեթոդների։ Նա վարձել էր մասնավոր քննիչ Սոնա Ղազարյան անունով, անսկզբունքային մի կին, որը մասնագիտացած էր խնամակալության խնդրահարույց գործերում, չէր տատանվում օգտագործել կասկածելի մեթոդներ, արդյունքների հասնելու համար։ Ես պետք է, որ այդ կինը հեռացվի այդ տնից, ասաց Սուսաննան Սոնային Երանի կենտրոնում գտնվող մի հանգիստ սրճարանում հանդիպման ժամանակ։ Եվ պետք է, որ դա տեղի ունենա այնպես, որ նա երբեք չկարողանա վերադառնալ։
Սոնան ուսումնասիրեց հույսի մասին տեղեկու թյուններով թղթապանակը, որը Սուսաննան հավաքել էր։ Առանց թարմացված փաստաթղթերի, դպրոցի հետ կապված իրավական խնդիրների պատմություն, անօթան վիճակ կարող եմ աշխատել դրա հետ։ Բայց դա թանկ կարժենա կպահանջի որոշ ճշգրտումներ փաստաթղթերում։ Սուսաննան չտատանվեց։ Արա այն, ինչ անհրաժեշտ է։ Ես փող կապեր ունեմ։ Ես միայն արդյունքներ եմ ուզում։ Այն, ինչ Սոնան արեց հետո, ամենանողկալի բաներից մեկն էր, որ կարելի է պատկերացնել։ Նա կեղծեց փաստաթղթեր, պնդելով, որ հույսը դատապարտվել է քրեական անպութության համար դպրոցի հրդեհի գործով։ Ստեղծեց կեղծ գրանցում դատական համակարգում, նշելով, որ նրա դեմ ձերբակալման օրդեր կա։ Եվ կաշառեց խնամակալության հոգաբարձության մարմնի կոռումպացված աշխատակցի մեղադրանքներին արժանահավատություն հաղորդելու համար։ Հինգշաբթի առավոտյան, առաջին այցից 2 շաբաթ անց, խնամակալության հոգաբարձության մարմինը վերադարձավ Մանուկյանների տուն։ Բայց այս անգամ միայն Մարսյան Պաուլան չէին։ Նրանք եկել էին 2 ոստիկանների ուղեկցությամբ կրում էին փաստաթղթեր, որոնք իբր թե ապացուցում էին հույսի դեմ քրեական մեղադրանքները։ Ռուբենն աշխատանքի էր, երբ նրանք եկան։ Տիկին Սիրանուշը նրանց դիմավորեց դռան մոտ, տեսանելիորեն նյարդայնացած, տեսնելով ոստիկաններին։ Մենք պետք է խոսենք տիկին Հույս Սարգս։ Յան Օլիվեյրայի հետ, ասաց Մարսյան մի լրջությամբ, որը նախորդ այցի ժամանակ չէր ցուցաբերել։ Եվ պետք է, որ երեխաները հեռու մնան այս խոսակցության ընթացքում։ Հույսն աղջիկների հետ այգում էր, երբ նրան կանչեցին։ Տեսնելով ոստիկաններին, նրա արյունը սառեց։ Նա անմիջապես ճանաչեց իրավիճակը։ Ինչ-որ մեկը ապացույցներ էր սարքել իր դեմ։ Նա բավական երկար էր ապրել փողոցներում, իմանալու համար, երբ իրեն հետապնդում են։ Աղջիկներ, հանգիստ ասաց նա եռյակներին, գնացեք սենյակում խաղացեք տիկին Սիրանուշի հետ։ Տատիկը պետք է խոսի այս մարդկանց հետ։ Սոֆյան, Անահիտը, Հելենան անմիջապես զգացին լարվածությունը օդում։ Նրանց դեմքերը տխրեցին անհանգստությունից, նրանք կառչեցին հույսի ոտքերից։ Տատիկը չի գնա, հարցրեց Սոֆյան, աչքերն արդեն արցունքներով լցվելով։ Տատիկը այստեղ է մնում, աղերսեց Անահիտը, ամուր բռնելով ուսուցչուհու ձեռքը։ Տատիկ, ես վախենում եմ, խոստովանեց Հելենան, դեմքը թաքցնելով հույսի զգեստի մեջ։ Հանգիստ, իմ սերեր, ասաց հույսը, համբուրելով նրանցից յուրաքանչյուրի ճակատը։ Տատիկը ընդամենը մի քիչ կխոսի։ Շուտով նորից կխաղանք։ Բայց աղջիկները հիմար չէին։ Նրանք զարգացրել էին սուր հուզական զգայունություն կարող էին զգալ, որ ինչ-որ շատ վատ բան է կատարվում։ Դժկամությամբ գնացին տիկին Սիրանուշի հետ տուն, բայց մնացին պատուհանին կպած, դիտելով ամեն ինչ։ Տիկին Հույս, ասաց Մարսյան, խորհրդակցելով կեղծված փաստաթղթերի հետ, ձեր անցյալի մասին նոր տեղեկություններ են հայտնվել։ Ըստ այս փաստաթղթերի, ձեր դեմ ձերբակալման օրդեր կա, ձեր դպրոցի հրդեհի գործով քրեական անպութության համար։ Հույսը գունատվեց։ Դա անհնար է։ Ես երբեք որևէ հանցագործության համար չեմ դատապարտվել։ Հրդեհը հետաքննվել համարվել է պատահական։ Փաստաթղթերը հակառակն են ցույց տալիս, ասաց ոստիկաններից մեկը։ Տիկին, ես ստիպված կլինեմ խնդրել, որ մեզ հետ գաք պարզաբանումների համար։ Հենց այդ պահին եռյակները հասկացան, որ իրենց տատիկին տանելու են։ Ճիճը, որը միաժամանակ դուրս եկավ 3 երեխաներից, սրտաճմլիկ էր։ Նրանք դուրս վազեցին տնից, անցնելով տիկին Սիրանուշի կողքով, որը փորձեց նրանց պահել, նետվեցին հույսի գիրկը։ Ոչ։ Մի տարեք տատիկին, բղավեց Սոֆյան մի ձայնով, որը մաքուր հուսահատություն էր արտահայտում։ Տատիկը մնում է։ Տատիկը մերն է, լաց էր լինում Անահիտը, կառչելով ուսուցչուհու զգեստից, կարծես իր կյանքը դրանից էր կախված։ Հելենան, ամենախոսունը, ուղիղ նայեց ոստիկաններին։ Խնդրում եմ, մի տարեք մեր տատիկին։ Մենք նրա կարիքն ունենք։ Նա ոչ մի վատ բան չի արել։ Տեսարանը կործանարար էր։ 2 տարեկան 3 աղջնակներ, որոնք նոր էին գտել իրենց ձայները, օգտագործում էին դրանք աղերսելու, որ իրենց չբաժանեն այն մարդուց, որը փոխակերպել էր իրենց կյանքը։ Հույսը գրկեց աղջիկներին, փորձելով զսպել սեփական արցունքները։ Աղջիկներ, նայեք տատիկին։ Դուք ուժեղ եք, խելացի եք, յուրահատուկ եք։ Անկախ նրանից, թե ինչ կպատահի, դուք միշտ կունենաք բոլոր այն բառերը, որոնք սովորել եք։
Ոչ ոք չի կարող դա ձեզանից խլել։ Բայց մենք ուզում ենք, որ տատիկը այստեղ լինի, պնդեց Սոֆյան։ Տատիկը շո՞տ կվերադառնա, հարցրեց Անահիտը։ Տատիկը խոստանում է, որ կվերադառնա, աղերսեց Հելենան։ Հույսը չգիտեր ինչ պատասխանել։ Չէր կարող խոստում տալ, որը գուցե չկարողանար կատարել։ Տատիկը ձեզ սիրում է աշխարհում ամեն ինչից շատ, ասաց նա։ Եվ իսկական սերը երբեք չի հեռանում, նույնիսկ երբ մարդիկ պետք է գնան։ Ոստիկանները, ակնհայտորեն անհարմար զգալով տեսարանից, պնդեցին, որ պետք է գնան։ Տիկին Սիրանուշը փորձեց պահել աղջիկներին, մինչ հույսը վեր էր կենում, բայց նրանք հուսահատորեն դիմադրում էին։ Եվ հետո տեղի ունեցավ մի սարսափելի բան։ Երբ հույսը հեռանում էր դեպի ոստիկանական մեքենան, երեք աղջիկները պարզապես դադարեցին խոսել։ Լռությունը, որ իջավ այգու վրա, խլացուցիչ էր։ Սոֆյան, Անահիտը, Հելենան կանգնած էին գրկախառնված, դիտելով հեռացող մեքենան, բայց առանց որևէ ձայն հանելու։ Կարծես բաժանման տրավման մի քանի վայրկյանում ջնջել էր 2 ամսվա առաջընթացը։ Տիկին Սիրանուշն անմիջապես զանգահարեց Ռուբենին, որը շտապեց գրասենյակից։ Երբ հասավ տուն, գտավ իր դուստրերին կրկին համր, գրկախառնված հյուրասենյակի անկյունում, սեռուն նայելով պատուհանին, ինչպես արել էին նախքան հույսի ժամանումը, նա զգաց, կարծես իր աշխարհը փլուզվել է։ Ինչ պատահեց։ Որտեղ է հույսը, հարցրեց նա, հուսահատված։ Նրան տարան, պարոն Մանուկյան, լաց էր լինում տիկին Սիրանուշը։ Ասացին, որ ձերբակալման օրթեր կա։ Աղջիկները ականատես եղան ամեն ինչին։ Նրանք կրկին դադարեցին խոսել։ Ռուբենը ծնկի իջավ դուստրերի առաջ, փորձելով տեսողական կապ հաստատել նրանց հետ։ Սոֆյա, Անահիտ, Հելենա, խոսեք հայրիկի հետ։ Ինչ-որ բան ասացեք, խնդրում եմ։ Բայց աղջիկները պարզապես նրան նայեցին իրենց տխրությամբ լի կանաչ աչքերով, լուր շարժելով շուրթերը, ինչպես արել էին նախքան հույսի իրենց կյանք գալը։ Մինույն ժամանակ Երանի կենտրոնում գտնվող ոստիկանական բաժանմունքում հույսը սպասում էր հարցաքննության սենյակում։ Գործի պատասխանատու քննիչը, Կարեն Մելիքյանը, աճող կասկածանքով ուսումնասիրում էր ստացած փաստաթղթերը։ Գիտեք, տիկին հույս, ասաց նա, այս թղթերի մեջ մի տարօրինակ բան կա։ Կնիկները չափազանց նոր են թվում 5 տարվա վաղեմության փաստաթղթերի համար։ Եվ գործի համարակալումը չի համապատասխանում մեր համակարգին։ Հույսը նրան նայեց նորացված հույսով։ Պարոն քննիչ, ես երդվում եմ այն ամենով, ինչ սուրբ է, որ այդ փաստաթղթերը կեղծ են։ Ես երբեք որևէ հանցագործության համար չեմ դատապարտվել։ Ինչ որ մեկը փորձում է ինձ մեղադրել։ Քննիչը վերցրեց հեռախոսը։ Ես կստուգե այս փաստաթղթերի իսկությունը։ Եթե պարզեմ, որ դրանք կեղծ են, ապա դրանք պատրաստողը կպատասխանի կեղծիքի զրպարտության համար։ Մինույն ժամանակ հրաշքը, որի մասին Ռուբենը չգիտեր, որ ճանապարհին է, սկսեց իրականանալ։ Մարիամ Հակոբյանը մոբիլիզացրել էր իսկական փրկարարական գործողություն։ 3 ժամից էլ քիչ ժամանակում հույսի նախկին աշակերտները ողջ Հայաստանից սկսեցին ժամանել Երան։ Բժիշկ Արմեն Պետրոսյանը մասնավոր ինքնաթիռ վարձեց թռավ Գյումրիից։ Ուսուցչուհի Լուսինեն Վանաձորից միկրոավտոբուսով լի գործընկերներ բերեց։ Հոգեբան Դավիթ Ավետիսյանը Կապանից ինքնաթիռով ժամանեց 5 նախկին աշակերտների հետ։ Եվ այսպես շարունակ։ Բայց ամենակարևոր մարդը, որ ժամանեց, փաստաբան Հովհաննես Մարտիրոսյանն էր, մարդու իրավունքների մասնագետ հույսի ամենահաջողակ նախկին աշակերտներից մեկը։ Նա եղել էր Ասպերգերի համախտանիշով երեխա, որը հույսի մեջ գտել էր միակ մարդուն, որը կարող էր հասկանալ աշխարհը տեսնելու իր յուրահատուկ ձ. Որտեղ է մեր ուսուցչուհին, հարցրեց Հովհաննեսը Մարիամին, հենց որ ժամանեց։ Ձերբակալված է ոստիկ անական բաժանմունքում, փաստաթղթերի հիման վրա, որոնք մենք գիտենք, որ կեղծ են։ Ինչ որ մեկը թակարդ է լարել նրա դեմ։ Հովհաննեսը ժամանակ չկորցրեց։ Իր հետ բերած մասնավոր քննիչների թիմի հետ նա սկսեց հետել կեղծ փաստաթղթերի ծագմանը։ Մի քանի ժամվա ընթացքում նա հայտնաբերել էր կապը Սոնա Ղազարյանի, նրա միջոցով Սուսաննա Վարդանյանի հետ։ Մենք նրան բռնեցինք, ասաց նա Մարիամին։ Այս թակարդը պատվիրած կինը հրապարակայնորեն կբացահայտվի։ Ուրբաթ առավոտյան, երբ Սուսաննա Վարդանյանը նայեց իր առանձնատան պատուհանից, իր կյանքի ամենամեծ վախն ապրեց։ Ավելի քան 30 մեքենա կայանված էր Մանուկյանների տան դիմաց։ Տասնյակ լավ հագնված մարդիկ, ակնհայտորեն հաջողակ մասնագետներ, հավաքվել էին տան այգում։
Գագիկ, բղավեց նա ամուսնուն։ Ինչ է կատարվում այնտեղ։ Գագիկը մոտեցավ պատուհանին, տեսավ ամբոխը։ Թվում է, եկել եմ պաշտպանելու այն կնոջը, որին դու այդքան ատում ես, Սուսաննա։ Պաշտպանելով։ Բայց նա ձերբակալված է։ Փաստաթղթերն ապացուցում են, որ նա հանցագործ է։ Ինչ փաստաթղթեր, Սուսաննա։ Ինչ ես դու արել։ Գույնը դեմքից գնաց, երբ Սուսաննան հասկացավ, որ շուտով կբացահայտվի։ Այդ պահին Հովհաննեսը զանգեց Վարդանյանների տան դուռը, երկու քննիչի դատական կատարածուի ուղեկցությամբ։ Երբ Սուսաննան բացեց դուռը, նա ներկայացրեց փաստաթղթերը, որոնք ապացուցում էին ամբողջ հանցավոր գործողությունը։ Տիկին Սուսաննա Վարդանյան, հանգիստ ասաց նա, դուք ծանոթվում եք փաստաթղթերի կեղծման, զրպարտության, վարկաբեկման, անմեղ մարդուն մեղադրելու դավադրության համար հարուցված դատական գործի մասին։ Մենք ունենք ձեր մասնակցության ամբողջական ապացույցները, Սոնա Ղազարյանին վարձելու ուսուցչուհի Հույս Սարգսյան Օլիվեյրայի դեմ մեղադրանքները սարքելու մեջ։ Դա սուտ է։ Ես չգիտեմ, թե ինչի մասին եք խոսում։ Մենք ունենք հեռախոսազրույցների ձայնագրությունները, քննիչին կատարված վճարումների անդորրագրերը, նրա ցուցմունքը, որտեղ նա խոստովանում է ամեն ինչ մեղայականի համաձայնագրի դիմաց։ Գագիկը սարսափով նայեց կնոջը։ Սուսաննա, ասա ինձ, որ դա ճիշտ չէ։ Բայց արդեն ուշ էր։ Ճշմարտությունը բացահայտվել էր, հետանքները խիստ կլինեին։ Ոստիկանական բաժանմունքում քննիչ Կարեն Մելիքյանը կանչեց Հույսին, նրան տեղեկացնելու զարգացումների մասին։ Տիկին, մենք հաստատեցինք, որ ձեր դեմ ներկայացված բոլոր փաստաթղթերը կեղծիք են։ Դուք ազատ եք գնալու։ Բացի այդ, այս թակարդի պատասխանատուն դատական հետապնդման է ենթարկվում։ Հույսը զգաց, որ ծնկները թեթությունից թուլանում են։ Երեխաները։ Ես պետք է վերադառնամ երեխաների մոտ։ Երբ նա հասավ Մագնոլիաների փողոց, նրան դիմավորեց իսկական տոնական ընդունելություն։ Նրա բոլոր նախկին աշակերտներն այնտեղ էին, ծափահարելով ուրախությունից լաց լինելով, տեսնելով նրան ազատ։ Բայց Հույսի աչքերը միայն տան պատուհանի վրա էին, որտեղ երեք փոքրիկ դեմքեր նրան էին դիտում։ Սոֆյան, Անահիտը, Հելենան կպած էին ապակուն, անշարժ, դեռ շոկի մեջ։ Ռուբենը դուրս վազեց տնից։ Հույս։ Փառք Աստծո։ Աղջիկները։ Նրանք կրկին դադարել են խոսել։ Շոկի մեջ են, երբ ձեզ տարան։ Հույսը դանդաղ քայլեց դեպի տան դուռը, նախկին աշակերտների հետից։ Երբ մտավ հյուրասենյակ, երեք աղջիկները գրկախառնված էին բազմոցին, նրան նայելով, կարծես ուրվական լիներ։ Բար, իմ սերեր, մեղմորեն ասաց նա։ Տատիկը վերադարձավ։ Տատիկը միշտ վերադառնում է նրանց մոտ, ում սիրում է։ Մի պահ աղջիկները չարձագանքեցին։ Հետո Հելենան դանդաղ վեր կացավ, քայլեց դեպի Հույսը։ Նա նրբորեն դիպավ ուսուցչուհու դեմքին, կարծես ստուգում էր, թե արդյոք նա իրական է։ Տատիկ, շնջաց Հելենան, բառը դուրս եկավ աղոթքի պես։ Այո, իմ ծաղիկ։ Տատիկն այստեղ է։ Տատիկն այլս չի գնա։ Կարծես անջատիչը միացրել էին։ Սոֆյան, Անահիտը վազեցին Հույսի գիրկը, երեք երեխաները սկսեցին խոսել բոլորը միաժամանակ։ Տատիկը վերադարձավ։ Տատիկը վերադարձավ։ Մենք վախեցանք։ Շատ վախեցանք։ Հիմա տատիկը միշտ կմնա։ Եվ հետո ի զարմանք բոլոր ներկաների, Հելենան նայեց հյուրասենյակում հավաքված նախկին աշակերտներին, հարցրեց. Դուք էլ եք տատիկի երեխաները։ Բժիշկ Արմենը ծնկի իջավ, աղջկա հասակին հասնելու համար։ Այո, փոքրիկ։ Մենք բոլորս ուսուցչուհի Հույսի երեխաներն ենք։ Նա խնամել է մեզ, երբ մենք երեխա էինք, ինչպես հիմա խնամում է ձեզ։ Ապա մենք բոլորս քույր ու եղբայր ենք, հարցրեց Անահիտը, աչքերը հետաքրքրությունից փայլելով։ Մենք շատ մեծ ընտանիք ենք, հաստատեց ուսուցչուհի Լուսինեն։ Եվ այսպես, այդ ուրբաթ երեկոյան Մանուկյանների առանձնատան հյուրասենյակը լցվեց ոչ միայն եռյակների վերագտած բառերով, այլ տասնյակ մեծահասակների ձայներով, որոնք փոխակերպվել էին մի արտասովոր ուսուցչուհու սիրով նվիրումով։ Սուսաննա Վարդանյանը տեսարանը դիտում էր իր տան պատուհանից, իմանալով, որ կորցրել է շատ ավելին, քան մի ճակատամարտ։ Նա կորցրել էր իր հեղինակությունը, իր հանգստությունը շուտով կկորցներ նա իր տունը թաղամասում, քանի որ իր դեմ հարուցված դատական գործը կստիպեր նրան հեռու տեղափոխվել։ Բայց Մանուկյանների առանձնատանը ոչ ոք այլս չէր մտածում Սուսաննայի մասին։
Նրանք մտածում էին միայն այն պայծառ ապագայի մասին, որը ցվում էր իրենց բոլորի համար միասին։ 6 ամիս անց այն իրադարձություններից, որոնք գրեթե կործանեցին Մանուկյանների ընտանիքի երջանկությունը, Մագնոլիաների փողոցը դարձել էր ողջ կենտրոն թաղամասի ամենայուրահատուկ հասցեն։ Առանձնատունը, որը նախկինում արձագանքում էր միայն եռյակների լռությանը, այժմ ամեն օր թրթռում էր տասնյակ երեխաների ուրախ ձայներով, որոնք այնտեղ գտել էին ոչ միայն իրենց սեփական բառերը, այլ հույս իրենց ընտանիքների համար։ Գաղափարը բնականորեն ծագեց հույսի նախկին աշակերտների բազմաթիվ հանդիպումներից մեկի ժամանակ, որոնք տեղի էին ունենում Ռուբենի տանը։ Բժիշկ Արմեն Պետրոսյանն առաջինը բարձրաձայնեց այն, ինչ բոլորը մտածում էին. «Ուսուցչուհի, մենք չենք կարող թույլ տալ, որ ձեր փորձն ու տաղանդը սահմանափակվեն միայն եռյակներով, որքան էլ նրանք յուրահատուկ լինեն։ Հարյուրավոր, գուցե հազարավոր երեխաներ կան, որոնք կարող են օգուտ քաղել ձեր մեթոդից»։ Ուսուցչուհի Լուսինեն անմիջապես համաձայնեց. «Արմենը ճիշտ է։ Ուսուցչուհի, դուք պետք է վերադառնաք դասավանդելուն։ Բայց այս անգամ մենք այլ կերպ կանենք։ Մենք ինքներս կլինենք ձեր գործընկերները, ձեր ներդրողները, ձեր պաշտպանները։ Դուք այլս երբեք մենակ չեք լինի»։ Եվ այսպես ծնվեց «Հույսի նորոգված դպրոց» նախագիծը։ Նախկին աշակերտները կազմակերպվեցին որպես կառավարման խորհուրդ, յուրաքանչյուրը նպաստելով իր մասնագիտությամբ ռեսուրսներով։ Բժիշկ Արմենը կզբաղվեր բժշկական նյարդաբանական ասպեկտներով։ Ուսուցչուհի Լուսինեն կմշակեր մանկավարժական ծրագիրը։ Հոգեբան Դավիթ Ավետիսյանը կկառուցեր հուզական ուղեկցությունը։ Փաստաբան Հովհաննես Մարտիրոսյանը կապահովեր բոլոր իրավական ասպեկտները։ Ռուբենն իր սեփական տունն առաջարկեց որպես նախագծի սկզբնական կենտրոն։ Այս տունը փոխակերպվել է ուսուցչուհի հույսի սիրով, ասաց նա առաջին պաշտոնական հանդիպման ժամանակ։ Ոչինչ ավելի արդար չի լինի, քան այն, որ այն շարունակի լինել փոխակերպման վայր այլ ընտանիքների համար։ Առանձնատան հարմարեցումը կատարվեց սիրով խելքով։ Առաջին հարկը վերածվեց մասնագիտացված դասասենյակների, յուրաքանչյուրը նախագծված տարբեր կարիքների համար։ Կար զգայական սենյակ, հատուկ հյուսվածքներով, ձայներով։ Երաժշտաթերապիայի սենյակ, որտեղ Անահիտը հայտնաբերել էր մեղեդիներ ստեղծելու իր գիրքը։ Այլընտրանքային հաղորդակցության սենյակ, որտեղ Հելենան զարգացրել էր իր բարդ դատողությունը։ Եվ ինտեգրման սենյակ, որտեղ Սոֆյան սովորել էր սոցիալականանալ բառերի միջոցով։ Եռյակները, այժմ գրեթե 3 տարեկան, դարձան դպրոցի ամենասիրելի փոքրիկ օգնականները։ Սոֆյան, միշտ ամենախոսունը, դիմավորում էր նոր երեխաներին մի բառապաշարով, որը տպավորում էր նույնիսկ մեծահասակներին։ Բար։ Ես Սոֆյան եմ։ Այստեղ այն վայրն է, որտեղ յուրահատուկ երեխաները սովորում են խոսել սրտով։ Անահիտը անհատականացված երգեր էր հորինում յուրաքանչյուր նոր եկած երեխայի համար, բնազդաբար ընկալելով այն հուզական ռիթմը, որը յուրաքանչյուրին անհրաժեշտ էր արտահայտվելու համար։ Նրա փոքրիկ երգերը դարձան դպրոցի պաշտոնական մանկավարժական գործիքները։ Հելենան իր վաղաժամ փիլիսոփայական զգայունությամբ հատուկ տաղանդ ուներ ճիշտ հարցեր տալու շփոթված կամ վախեցած եկած երեխաներին։ Դու գիտես, որ յուրահատուկ ես։ Գիտես, որ քո ձայնը կարևոր է։ Ուզում ես, որ ես քեզ օգնեմ գտնել քո բառերը։ Հույսը անսահման հպարտությամբ դիտում էր իր 3 թոռնուհիներին, բայց նա այն խորը բավարարվածությամբ, որ տեսնում էր իր մեթոդի վավերացումն ու ընդլայնումը։ Դպրոց եկած յուրաքանչյուր երեխա հաստատում էր նրա տեսությունը, որ հաղորդակցման խնդիրներ ունեցող երեխաներ գոյություն չունեն, կան միայն երեխաներ, որոնք տարբերակված մոտեցումների կարիք ունեն իրենց եզակի հանճարն արտահայտելու համար։ Դպրոցի առաջին պաշտոնական աշակերտը Միգելն էր, 4 տարեկան տղա, որը չէր խոսում 2 տարեկանից ընտանեկան տրավմայից հետո։ Նրա ծնողները, ինժեներներ Աննան Կարլոս Սանտոսը, ամեն ինչ փորձել էին, նախքան բժիշկ ընկերոջ միջոցով լսել էին հույսի նորոգված դպրոցի մասին։ Մենք այլս չգիտենք ինչ անել, խոստովանեց Աննան հույսին առաջին խորհրդատվության օրը։ Միգելը շատախոս երեխա էր, մինչ մեր ամուսնությունը լուրջ ճգնաժամ ապրեց։ Այդ օրվանից նա պարզապես փակվեց։ Հույսը դիտում էր Միգելին, որը լուր խաղում էր սենյակի անկյունում գտնվող որոշ խաղալիքներով, ամբողջովին անտեսելով մեծահասակներին։ Բայց նա նկատեց, թե ինչպես է նա ուշադիր դիտում Հելենային, որը նստած էր նրա մոտ նկարելիս։ Հելենա, սիրելիս, ասաց հույսը, պատմիր Միգելին, թե ինչպես դու հայտնաբերեցիր քո բառերը։ Հելենան շրջվեց դեպի Միգելը, իր կանաչ աչքերը հասկացողությունից փայլելով։
Գիտես, ես էլ առաջ չէի խոսում։ Իմ մեջ շատ բառեր կային, բայց դրանք թաքնված էին։ Հետո տատիկ հույսն ինձ սովորեցրեց, որ բառերը միայն խոսելու համար չեն։ Դրանք մարդկանց սրտերը գրկելու համար են։ Միգելը անկեղծ հետաքրքրությամբ նայեց Հելենային, եկած օրվանից առաջին անգամ նրա դիմագծերը փափկեցին։ Ուզում ես, որ ես քեզ սովորեցնեմ, թե ինչպես են բառերը գրկում, հարցրեց Հելենան, ձեռքը մեկնելով Միգելին։ 3 շաբաթ անց Միգելն արտասանեց իր առաջին բառը գրեթե 2 տարվա մեջ։ Շնորհակալություն։ Նա դա ասաց Հելենային, որը դարձել էր նրա առաջին իսկական ընկերուհին։ Միգելի դեպքը միայն առաջինն էր բազմաթիվ հաջողություններից, որոնք հետեցին։ Դպրոցը սկսեց ընդունել երեխաներ Երանի ողջ մետրոպոլիտեն տարածքից։ Յուրաքանչյուր դեպք եզակի էր, յուրաքանչյուր երեխա բերում էր տարբեր մարտահրավեր, բայց բոլորն էլ հույսի սիրառատ մասնագիտացված մոտեցման մեջ գտնում էին արտահայտվելու ճանապարհ։ Մինույն ժամանակ Սուսաննա Վարդանյանի կյանքը շատ տարբեր ընթացք ստացավ։ Փաստաթղթերի կեղծման համար դատավարությունը հանգեցրեց դատավճռի, որը նրան ստիպեց վճարել ծանր տուգանքներ կատարել համայնքային ծառայություններ։ Նրա հեղինակությունը թաղամասում ամբողջությամբ կործանվեց, սոցիալական ճնշումը նրան ստիպեց վաճառել տունը հեռու տեղափոխվել կենտրոնից։ Վարդանյանների առանձնատունը գնեց շատ տարբեր ընտանիք, Ալմեյդաները, համալսարանի դասախոսների զույգ, 3 որդեգրված երեխաներով, յուրաքանչյուրը տարբեր հատուկ կարիքներով։ Երբ իմացան կողքի տանը գործող հույսի նորոգված դպրոցի մասին, չտատանվեցին տեղափոխվել այնտեղ։ Կարծես ճակատագիր լինի, ասաց ուսուցչուհի Մարիանա Ալմեյդան Ռուբենին տեղափոխվելու օրը։ Մեր երեխաները կկարողանան մեծանալ մի միջավայրում, որտեղ տարբերությունը տոնվում է, ոչ թե պարզապես հանդուրժվում։ Ալմեյդաների ընտանիքը դարձավ դպրոցի նախագծի բնական շարունակությունը։ Նրանց 3 որդեգրված երեխաները, 7 տարեկան Հովհաննեսը Դաունի համախտանիշով, 5 տարեկան Պաուլան աուտիզմով, 4 տարեկան Գաբրիելը մանկական ուղեղային կաթվածով էլ ավելի հարստացրին ձևավորվող ներառական միջավայրը։ Հենց Հովհաննեսն ստեղծեց այն, ինչ դարձավ դպրոցի պաշտոնական կարգախոսը։ Մի երեկո, երբ եռյակների հետ խաղում էր այգում, նա ասաց. «Այստեղ բոլորը տարբեր նույնն են»։ Արտահայտությունը կատարելապես արտահայտում էր այն էությունը, ինչին հույսը միշտ հավատացել էր։ Որ բոլոր երեխաները յուրահատուկ ձերով են յուրահատուկ։ Հույսի նորոգված դպրոցի համբավը սկսեց տարածվել Երանից դուրս։ Կրթության մասնագիտացված թերթերում ամսագրերում հրապարակված ռեպորտաժները ազգային ուշադրություն բերեցին նախագծին։ Հանրային հեռուստաընկերության կողմից արտադրված վավերագրական ֆիլմը, կրթության նորարարական մեթոդների մասին, ընդգծեց հույսի աշխատանքը եռյակների արտասովոր զարգացումը։ Հաղորդումը դիտեցին միլիոնավոր մարդիկ ողջ Հայաստանում, առաջացնելով ընտանիքների խնդրանքների հեղեղ, որոնք ցանկանում էին իրենց երեխաներին գրանցել դպրոցում։ Բայց դա նա բերեց մի բան, որն էլ ավելի նշանակալի էր։ Միջազգային ճանաչում։ ՅՈՒՆԵՍԿՕ-ի պատվիրակությունն այցելեց դպրոց, գնահատելու հույսի կողմից մշակված մանկավարժական մեթոդները։ Բժիշկ Սառա Միթչելը, բրիտանացի ներառական կրթության մասնագետ, տպավորված էր իր տեսած արդյունքներով։ Այն, ինչ դուք ստեղծել եք այստեղ, գերազանցում է մանկավարժական տեխնիկաները, ասաց նա իր վերջնական ներկայացման ժամանակ։ Դուք մշակել եք կրթության փիլիսոփայություն, որը հիմնված է անպայմանական սիրո անհատական տարբերությունների հանդեպ հարգանքի վրա։ Սա պետք է կրկնօրինակվի աշխարհում։ Արդյունքը հրավեր էր հույսին ներկայացնելու իր մեթոդը ներառական կրթության համաշխարհային համաժողովում, որը պետք է տեղի ունենար հաջորդ տարի Ժնում։ Բացի այդ, ՅՈՒՆԵՍԿՕ-ն ֆինանսավորում առաջարկեց նախագիծն ընդլայնելու Հայաստանի այլ քաղաքներում, ի վերջո, այլ երկրներում։ Ուսուցչուհի հույս, ասաց բժիշկ Սառան առանձին զրույցի ժամանակ, դուք պատկերացնո՞ւմ եք, թե քանի երեխա աշխարհում կարող է օգուտ քաղել նրանից, ինչ դուք մշակել եք այստեղ։ Հույսը պատուհանից նայեց այգուն, որտեղ Սոֆյան սովորեցնում էր նոր երեխայի ասել իր անունը, Անահիտը հանգստացնող մեղեդի էր երգում, հանգստացնելու վախեցած եկած տղային, իսկ Հելենան լրջորեն զրուցում էր մի փոքրիկ աղջկա հետ զգացմունքներն արտահայտելու կարողության մասին։ Գիտեմ, որ սա միայն սկիզբն է, պատասխանեց նա։ Յուրաքանչյուր երեխա, որն այստեղ գտնում է իր ձայնը, այդ փորձը կտանի իր սեփական կյանք։ Եվ երբ այդ երեխաները մեծանան, նրանք նույնպես կիմանան, թե ինչպես լսել այլ յուրահատուկ երեխաների։ Դա շարունակվող շրջան է։ Եվ շրջանն իսկապես շարունակվում էր։
Դպրոցի առաջին աշակերտներից ոմանք, որոնք եկել էին համր կամ հաղորդակցման լուրջ դժվարություններով, այժմ օգնում էին ավելի փոքր երեխաներին։ Միգելը, որը 6 ամիս էր լրացրել դպրոցում, դարձել էր նոր աշակերտների մենթոր, պատմելով իր սեփական հաղթահարման պատմությունը։ Սեպտեմբերի մի առավոտ, դպրոցի պաշտոնական հիմնադրումից գրեթե 1 տարի անց, եկավ այն դեպքը, որն ամենախորը կհուզեր բոլորի սրտերը։ Բժիշկների զույգ, բժիշկ Անդրեն, բժիշկ Ֆերնանդա Կարվալյոն, թակեցին դպրոցի դուռը, կրկին 3 տարեկան աղջիկ։ Երեխայի անուն Իզաբելլա էր, մի զուգադիպություն, որը ոչ ոքի աչքից չվրիպեց, հատկապես հույսի։ Իզաբելլա Կարվալյոն ցուցաբերում էր սոցիալական մեկուսացման ծանրագույն պատկեր։ Չէր խոսում, տեսողական կապ չէր հաստատում, չէր արձագանքում, երբ անունով կանչում էին։ Ախտորոշվել էր ծանր աուտիզմ, բայց բժիշկները չէին կարողանում բացատրել, թե ինչու է մինչ 2 տարեկանը նորմալ զարգացում ունեցող երեխան այդքան կտրուկ հետընթաց ապրել։ Մենք ամեն ինչ փորձել ենք, բացատրեց բժիշկ Ֆերնանդան, աչքերը արցունքներով։ Ավանդական թերապիաներ, դեղամիջոցներ, այլընտրանքային մոտեցումներ։ Ոչինչ չի օգնել։ Իզաբելլան կարծես փակված է իր մեջ, մենք չենք կարողանում գտնել բանալին։ Հույսը դիտում էր աղջկան, որը անշարժ մնում էր մոր գրկում, սեռուն նայելով օդում անորոշ մի կետի։ Բայց Իզաբելլայի աչքերում կար մի բան, որը նա անմիջապես ճանաչեց։ Դա բացակայություն չէր, այլ չափազանց մեծ ներկայություն։ Երեխան անջատված չէր աշխարհից, նա չափազանց պաշտպանված էր դրանից։ Կարող եմ մի բան փորձել, քնքշորեն հարցրեց հույսը։ Նա դանդաղ մոտեցավ, սկսեց երգել մի մեղմ մեղեդի, նույնը, որը երգել էր եռյակների համար առաջին օրերին։ Իզաբելլան սկզբում չարձագանքեց, բայց հույսը նկատեց նրա շնչառության նուրբ փոփոխություն։ Սոֆյան, որը դիտում էր ամբողջ տեսարանը, մոտեցավ, շշնջաց. Տատիկ, նա լսում է։ Նա լսում է սրտով, ճիշտ այնպես, ինչպես մենք էինք անում առաջ։ Հելենան միացավ նրանց, մեկնեց մի փոքրիկ ծաղիկ, որը քաղել էր այգուց։ Իզաբելլա, այս ծաղիկը քեզ համար է։ Այն գրկախառնության բույր ունի։ Հենց այդ ժամանակ տեղի ունեցավ հրաշքը։ Իզաբելլան դանդաղ բարձրացրեց ձեռքը, դիպավ ծաղկին։ Հետո նայեց Հելենային, իսկապես նայեց, տեսողական կապ հաստատելով ավելի քան 1 տարվա մեջ առաջին անգամ։ Անահիտը, չուզենալով հետ մնալ, սկսեց երգել մի մեղեդի, որը ստեղծել էր հատուկ շատ ամաչկոտ երեխաների համար։ Երգը երաժշտական շշուկի պես էր, մեղմ գրավիչ։ Իզաբելլան գլուխը շրջեց դեպի Անահիտը, ի զարմանս բոլոր ներկաների, բացեց բերանը, ձայն արձակեց։ Դա բարդ չէր, բայց ակնհայտորեն մեղեդուն հետելու փորձ էր։ Բժիշկ Անդրեն, բժիշկ Ֆերնանդան ապշած էին։ Նա արձագանքում է, շշնջաց բժիշկ Անդրեն։ Հույսը ժպտաց։ Նա միշտ էլ արձագանքում էր։ Պարզապես ոչ այն ձով, որը մենք սպասում էինք։ Իզաբելլան աշխարհը մշակում է շատ յուրահատուկ ձով։ Բանն այն չէ, որ նա չի ուզում հաղորդակցվել, այլ այն, որ նրան հատուկ լեզու է պետք դա անելու համար։ Հաջորդ 15 րոպեների ընթացքում մի արտասովոր բան տեղի ունեցավ։ Իզաբելլան սկսեց ամաչկոտորեն շփվել եռյակների հետ, որոնք բնազդաբար գիտեին, թե ինչպես հաղորդակցվել նրա հետ։ Նրանք շատ բառեր չէին օգտագործում էին մեղմ ժեստեր, քնքուշ արտահայտություններ, ամենակարևորը՝ անսահման համբերություն։ Երբ Իզաբելլան վերջապես իջավ մոր գրկից, նստեց հատակին, աղջիկների հետ խաղալու, բժիշկ Ֆերնանդան սկսեց լաց լինել։ Ինչպես կարողացաք 15 րոպեում անել այն, ինչ բժիշկները չկարողացան 1 տարում։ Որովհետև, պատասխանեց Հելենան իր վաղաժամ իմաստությամբ, երբեմն երեխաները մյուս երեխաներին ավելի լավ են հասկանում, քան մեծահասակները երեխաներին։ Իզաբելլան այդ առաջին օրը դպրոցում մնաց ընդամենը 2 ժամ, բայց երբ գնալու ժամանակը եկավ, նա արեց մի բան, որը ոչ ոք չէր տեսել ավելի քան 1 տարի։ Ձեռքով արեց հրաժեշտ տալու համար։ Եվ հետո ամենահուզիչ պահին, նա շշնջաց մի գրեթե աննկատելի բառ. Շնորհակալություն։ Բառը սենյակում արձագանքեց հույսի զանգի պես։ Բոլոր ներկաները զգացին, որ ականատես են եղել մի սուրբ բանի, այն պահին, երբ երեխան կրկին գտնում է իր կապն աշխարհի հետ։ 3 ամիս անց Իզաբելլան վերածվել էր շփվող քնքուշ երեխայի։ Նրա ծնողները, բժիշկ Անդրեն, բժիշկ Ֆերնանդան, դարձան դպրոցի մեծ աջակիցներ, նպաստեցին ինտեգրված բժշկական սպասարկման ծրագրի ընդլայնմանը։
Հույսի նորոգված դպրոցն այժմ սպասարկում էր ավելի քան 100 երեխայի, ուներ ավելի քան 500 ընտանիքի սպասման ցուցակ, արդեն ոգեշնչել էր նմանատիպ դպրոցների ստեղծմանը Գյումրիում, Վանաձորում, Կապանում։ Հույսի մշակած մեթոդն ուսումնասիրվում էր աշխարհի համալսարաններում։ Բայց հույսի համար ամենամեծ ուրախությունը շարունակում էր լինել իր 3 առաջին թոռնուհիներին դիտելը, որոնք աճում զարգացնում էին իրենց սեփական յուրահատուկ տաղանդները։ Սոֆյան, այժմ 4 տարեկան, արդեն սահուն կարդում էր, սկսել էր գրել փոքրիկ պատմություններ։ Անահիտը հորինում էր երգեր, որոնք թերապևտիկ նպատակներով օգտագործվում էին այլ երեխաների հետ։ Իսկ Հելենան տալիս էր հարցեր, որոնք տպավորում էին նույնիսկ ամենափորձառու հոգեբաններին։ Դեկտեմբերի մի երեկո, երբ դիտում էր աղջիկներին, որոնք դպրոցի մյուս երեխաների հետ խաղում էին այգում, Ռուբենը մոտեցավ Հույսին։ «Կարող եմ մի հարց տալ, որն ինձ երկար ժամանակ հետաքրքրում է», ասաց նա։ «Իհարկե, որդիս։ Ինչպես իմացաք, որ կգտնեք աղջիկներին։ Ինչպես իմացաք, որ նրանք այստեղ են»։ Հույսը ժպտաց այն խորհրդավոր ժպիտով, որը միշտ հայտնվում էր, երբ խոսում էր բանական բացատրությունը գերազանցող կապերի մասին։ «Ռուբեն, կարող եմ քեզ մի գաղտնիք պատմել»։ Նա գլխով արեց։ «Ես Իզաբելլային, քո կնոջը, ճանաչել եմ ճիշտ նույն կերպ, ինչպես ճանաչեցի քո դուստրերին։ Նա լուռ աղջիկ էր, որը դիտում էր ինձ իր տան պատուհանից, մինչ ես նստած էի մի ծառի տակ։ Վայրն այլ էր, բայց իրավիճակը նույնն էր»։ Ռուբենը աչքերը լայն բացեց։ «Ուզում եք ասել, որ սերն իր սեփական աշխարհագրությունն ունի, որդիս։ Եվ որոշ պատմություններ պետք է կրկնվեն, որպեսզի շրջանը լրիվանա։ Իզաբելլան ինձ բերեց քո դուստրերի մոտ, նույնիսկ ֆիզիկապես այստեղ չլինելով։ Եվ հիմա քո դուստրերը բերում են այլ երեխաների, իրենց սեփական ձայները հայտնաբերելու համար։ Եվ դա կշարունակվի տեղի ունենալ»։ Ընդմիշտ, ասաց Հույսը, դիտելով Սոֆյային, որն օգնում էր նոր երեխայի ասել իր առաջին շնորհակալությունը, Անահիտին, որը երգում էր, հանգստացնելու վախեցած տղային, Հելենային, որը լրջորեն զրուցում էր մի փոքրիկ աղջկա հետ յուրահատուկ լինելու կարողության մասին։ Իսկական սերը երբեք չի ավարտվում, Ռուբեն։ Այն պարզապես փոխում է իր ձը, գտնում նոր սրտեր, դիպչելու համար։ Այդ գիշեր, երբ եռյակներին քնեցնում էր, Հույսը մի յուրահատուկ պատմություն պատմեց, մի ուսուցչուհու պատմություն, որը կարծում էր, թե կորցրել է ամեն ինչ, բայց հայտնաբերեց, որ այն սերը, որը տնկել էր այդքան շատ երեխաների մեջ, հազարապատիկ վերադարձավ իրեն։ Եվ ուսուցչուհին ապրեց երջանիկ ընդմիշտ, հարցրեց Սոֆյան։ Ուսու։ Չչուհին, ասաց Հույսը, համբուրելով աղջկա ճակատը, հայտնաբերեց, որ երջանկությունը մի բան է, որը կառուցվում է ամեն օր, մի երեխա միանգամից, մի բառ միանգամից, մի գրկախառնություն միանգամից։ Եվ մենք միշտ կօգնենք, հարցրեց Անահիտը։ Դուք կօգնեք ձեր ողջ կյանքի ընթացքում, որովհետև սովորել եք, որ ընտանիքը կազմված է բոլոր այն մարդկանցից, որոնց մենք ընտրում ենք սիրել։ Եվ այլ երեխաներ էլ կգտնեն իրենց ձայները, հարցրեց Հելենան։ Այնքան շատ, որ նույնիսկ չենք կարող հաշվել։ Որովհետև դուք հույսի սերմեր եք տնկել, որոնք կաճեն այգիներում, որոնք դեռ գոյություն էլ չունեն։ Աղջիկները քնեցին ժպիտները դեմքներին, երազելով մի աշխարհի մասին, որտեղ բոլոր յուրահատուկ երեխաները կգտնեն իրենց ձայները, որտեղ սերը միշտ կլինի ամենահզոր լեզուն։ Դրսում մագնոլիաների փողոցը խաղաղ հանգստանում էր։ Բայց ընկուզենու տակ փոքրիկ ծաղիկներն այժմ բացվում էին ամբողջ տարին, կարծես հենց բնությունն էր սովորել, որ հրաշքները պետք է անընդհատ տեղի ունենան։ Եվ հաջորդ առավոտյան մի նոր ընտանիք կթակեր Հույսի նորոգված դպրոցի դուռը, բերելով մի յուրահատուկ երեխայի, որը պետք է գտներ արտահայտվելու իր սեփական եզակի ձը։ Եվ սիրո հասկացողության փոխակերպման շրջանը կշարունակվեր, ճիշտ այնպես, ինչպես պետք է լիներ։ Սիրելի ունկնդիրներ, հուսով ենք, որ Սոֆյայի, Անահիտի, Հելենայի ուսուցչուհի Հույսի պատմությունը խորապես հուզեց ձեր սրտերը։ Եթե դուք հուզվել եք սիրո հաղթահարման հայտնագործության այս ճանապարհորդությունից, հավանեք, բաժանորդագրվեք ալիքին մեկնաբանություններում պատմեք, թե որ պահն է ձեզ ամենաշատը տպավորել։ Ամեն օր մենք ներկայացնում ենք այսպիսի հուզիչ պատմություններ, որոնք բացահայտում են մարդկային հոգու ամենագեղեցիկ փոխակերպող կողմը։ Պատմություններ, որոնք մեզ հիշեցնում են, որ իսկական սերն ունի բուժելու, փոխակերպելու հրաշքներ ստեղծելու ուժ այնտեղ, որտեղ մենք ամենակիչն ենք սպասում։ Սպասում ենք ձեզ հաջորդ դրվագում, որտեղ միմյանց գտնող սրտերի փոխակերպվող կյանքերի մի նոր պատմություն սպասում է պատմվելու։ Որովհետև մենք հավատում ենք, որ յուրաքանչյուր լսված պատմություն մեր սրտերում տնկված հույսի սերմ է։